Բարի երեկո։ Այս տարի առաջի հայոց երկիր շարքի հանդիպումն է։ Մենք անցած տարվանից որոշեցինք մի քիչ ձևափոխենք ֆորմատը։ Եթե ամսվա մեջ 4 հանդիպում էինք ունենում, հիմա կունենանք ամսվա մեջ 1 հանդիպում եւ այն 3-ը podcast ձևաչափով կլինի, որը կոչվում է Լուսարար podcast։ Արդեն 3 հատ հրապարակել ենք։ Կարող եք նայել հենց բարձունքի YouTube-յան ալիքում է։ Իսկ այս շարքը հայոց երկիր կշարունակենք ամիսը 1 ձևաչափով։ Այսօր մեր հյուրն է ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը։ Պարոն Դադոյանի հետ վերջերս զրուցում էինք, մի հետաքրքիր բան ասեց կառավարման վերաբերյալ, ու որոշեցինք այդ թեման դարձնել դահլիճային հանդիպում։ Առաջարկեց ներկայացնել կենաց ծառը որպես հանրության եւ ազգի կառավարման համակարգ։ Բավականին հետաքրքրեց մեզ այս թեման ու քանի որ մեր գաղափարական բովանդակային քարտեզի մեջ շատ հասկացությունների մեջ տեղավորվում է, օրինակ պետականաշեն, երկիր, մշակութային երկիր եւ այլն, քարտեզը իդեպ ձեր ետևում կարող եք տեսնել, որոշեցինք այս թեման անպայման բերել դահլիճ եւ զրուցել սրա մասին։ Հիմնական 4 կետերը նշել պարոն Դադոյանը, ընթերցեմ ու սկսենք։ Առաջին, ընտրանու կերպը, պատասխանատվությունը եւ դրա ձևավորման ուղիները, ինչպես են ստեղծագործել եւ գործունեություն ծավալել մեր նախնիկ, ժողովրդի դերը մեր ազգային կյանքի ձևավորման մեջ եւ ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգի դերը։ Շնորհակալություն պարոն Դադոյան, այս հրավերը ընդունելու համար։ Խնդրեմ, եկեք սկսենք սկզբից ներկայացրեք, հետո ընթացքում հարց ու պատասխան կլինի, նաև դահլիճից արդեն ներկայացնելուց հետո դահլիճից էլ կունենաք հարց ու պատասխանի հնարավորություն։ Սկսենք։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ ձեր թանկագին ներկայության համար։ Ճիշտն ասած, ես մի քիչ կարելի ասել դեպրեսիվ վիճակի մեջ եմ գտնվում, բայց ասենք որ նայում ենք մեր էպոսական համակարգին, հորի մեջ երկար չեն մնում մեր հերոսները, իհարկե ես ինձ առայժմ չեմ համեմատում հայոց հերոսների հետ, հույս ունեմ մի օր կարամ ոչ թե ես համեմատեմ, այլ իմ գործերը, ինչևից է, այդ հորից դուրս գալը շատ կարևոր բան է։ Հիմա ես սա ինչի ասեցի եւ ինչ եմ շնորհակալ, որովհետեւ այս ամեն ինչի մեջ ամենակարևորը որ մարդիկ կարողանան մասնակից դառնալ։ Եթե մասնակից չի դառնում մարդը, առհասարակ պետության խորհուրդը, եթե մարդը ես նաև ազգի ներկայացուցիչները եւ այս 21-րդ 20-րդ դարի մոտեցմամբ քաղաքացին, եթե մասնակից չի դառնում, այդ պետությունը շատ դժգույն եւ տխուր ալնում։ Հիմա այս մենք ես ցույց կտամ մի հատ լուսանկարը, մի հատ որ խնդրեի կարդալ, էլի։ Կենաց ծառը որպես հանրության եւ ազգի կառավարման համակարգ։ Մեր ազգի պետության դերը հայոց հոգեվոր մտավոր եւ նյութական ժառանգության պահպանումը, զարգացումն ու տարածումն է ողջ աշխարհում։ Դա հնարավոր է իրագործել հայոց կենաց ծառի համակարգի գործադրմամբ, արդյունքում գոյատևման թերի համակարգը կփոխարինվի հարատևման ամբողջական համակարգով, իսկ նպատակը հանրությունների եւ ազգերի համագործակցային ու բարի դրացիական ներդաշնակ զարգացման ապահովումն է։ Ճիշտ ասած, այստեղ ընդհանրապես այս պետության մասին եմ ուզում կարճ ասել, ընդհանրապես ճիշտ ասած պիտի առաքելության մասին խոսեինք հայոց, բայց քանի որ այդ առաքելությունը այնքան է հեռացել մեր ժողովրդից եւ ընդհանրապես մեր մտավորականներից, որ ես դրա համար ազգի դեր եմ գրել, սովորաբար պետք է մեր դիվանագիտության հիմքում դրված լիներ մեր ազգի դերակատարումը եւ ոչ թե միայն քաղաքակրթական նշանակություն ունեցած ժամանակահատվածը, այլ այսօր մենք նորից պիտի ցույց տանք, ինչպես է հնարավոր քաղաքակրթական եւ արժեքներ ստեղծել եւ քաղաքակրթական բանակցություններ վարել, որովհետեւ աշխարհը այսօր գտնվում է մի հատ հարափոփող եւ այսպես քաոսային վիճակում, ըստ իմ ենթադրության եւ համեմատելով մեր մշակույթի հետ, միայն պատճառն է, որ մարդու իսկական պատկերը շատ թերի է ներկայացվում։ Այսինքն ինչպիսին է մարդ այդ շատ թերի է ներկայացվում։ Դրա համար ուրեմն այս
Այս խնդրի մեջ հիմնական դերակատարումը պետք է ժողովուրդը լինի, բայց ժողովուրդը եթե չունի առաջնորդող, հիմա այդ մասին մենք խոսենք մի քիչ ավելի ուշ, ինքը դառնում է քաոսային վիճակում եւ ազգը առասարակ, ազգը ինքը ունի 3 ասենց ասած գոյաձև, մեկը հին արժեքներն են, որ շատ կարևոր գոյաձև է, մեկը ներկա գոյաձևն է եւ մեկը ապագայի նպատակները, որ պիտի իրականացվի։ Բայց քանի որ մենք ոչ հնով ենք ապրում եւ ինը հիմնականում մեր կրթական համակարգից դուրս է մղված, եւ ոչ էլ ապագայում նպատակներ ունենք, ասենք այստեղ եթե հարցեր տան կամ ասենք օրինակ 50 տարի հետո ինչ եք պատկերացնում, ինչ կուզենանք անենք մեր ազգը, կամ 100 տարի հետո, կամ 500 տարի հետո։ Ընդ որում այս թվերը, որ ես ասում եմ, պատական չեմ ասում, որովհետեւ մեր ստեղծագործական մտածողությունը եւ քաղաքական արժեքները դրանք նրա համար չեն, որ 100 տարի կամ 200 տարի կամ 500 տարի մոռացվեն։ Իրանք քանի որ միշտ իրանք ելնում են առաջակարգից, այսինքն հավիտենական արժեքներից, դրա համար իրաց մեջ կրում են երկարաժամկետ, շատ երկարաժամկետ չափեր, դրա համար իրանք 1000 տարի, 2000 տարի կոթողներ կան, 3000 տարի ժառապատկերները մեր սիրելի Կարեն Թոխացյանը ստե, ժառապատկերները շատ ավելի էին, վիշապաքարերը շատ ավելի երկար ժամանակներ։ Ուզում եմ ասեմ, այդ հասարակ բան չի եւ մի քանի երկիր մոլորակի վրա մի քանի ազգեր կան, որոնք գոնե մի 500-600 տարի պլանավորում են, թե իրանք ինչ են ուզում։ Բայց քանի որ մենք իրականում մեր հավաքական կերպը կորցրել ենք, դրա համար մենք թե ինչ ենք ուզում, դա ընդհանրապես չի հնչում, եւ թե ինչ պիտի լինի մեր համար ապագայում, բնականաբար, եթե ինչ ենք ուզում, այն ինչ պիտի լինի, չի լինի։ Դրա համար հիմա հաջորդը խնդրեմ։ Ուրեմն այստեղ մի հատ շատ པարզ պատկեր է, ուրեմն նայեք, այս ներքևը պետք է գրված լիներ արմատ, բայց ինքը ստինքյան པարզ է։ Ինքը ունի արմատներ, ունի ոստը, այս հաստ մասը ոստն է։ Եվ ունի պտուղ, ծիրանա, եթե երևում է լավ չի երևի, ունի ծաղիկ եւ ունի տերև։ Այմա սա արդեն կենասծառը հոգեվոր խորհրդով ընդհանրապես առաջնահերթ փիլիսոփայության մեջ մշակութային կամ հոգեվոր կյանքում ինչպիսին է այդ կենասծառը ոնց է իր համակարգը, ինքը ոնց որ ջրի կաթիլը պատկերացրեք գցում եք, ինքը տարազում է ամբողջ մաթեմատիկորեն օվկիանոսի ցանկացած կետում որ գցես ամբողջ օվկիանոսը, եթե հանդարտ լիներ, այդ ալիքը պիտի գնար հասներ։ Հիմա բունը կենտրոնական մասն է, ոստերը, ծաղիկ պտուղ եւ տերևներ։ Ուրեմն այս համակարգի մեջ մեր ընդհանրապես ես որ ուսումնասիրել եմ մեր հոգեվոր գիտելիքները եւ մեր մշակութային այդ ասենց ասած դիցաբանական եւ մնացած հեքիաթները, մեր մշակույթը բաց համակարգ է։ Մի քիչ երկու բառով ասեմ ինչ նշանակում բաց եւ փակ համակարգեր, այսօր աշխարհում շատ հայտնի են հիմնականում փակ համակարգերը, որտեղ բրգաձև են եւ իրանց ղեկավարները, գուրուները, մաստերները, մի խոսքով, այդ դրան նստում են գագաթում, գագաթից ներքև մի շերտ ամբողջությամբ դատար կա, որտեղ իրանց մոտիկ կամ իրանց հավասար որևիցե մեկը չկա։ Դրանից մի քիչ ներքև նորը սկսում է կան մարդիկ, որոնք աջակցում են, կարան ինչ որ փոխանցեն հարցեր եւ այդրան հիմնական բրգաձևերը հիերարխիկ են եւ այդ հիերարխիկ համակարգերը զարգանալու հնարավորությունը քիչ է, որովհետեւ ընդդեմ հիմնական զարգացումը այդ բրգի վերևի, այս գուրուի կամ մասերի ցանկությունից է։ Իսկ ներքևի շերտերը, ամենաներքևի շերտերը ընդհանրապես կարան հաղորդ չլինեն, որպեսզի շատ տարօրինակ չթվա իմ ասածները, Հնդկաստանում միջև կարծեմ 50-54 թիվը 1900 գործում էր կաստայական համակարգը 4 կաստաներ, ներքևի կաստան ընդհանրապես իրավունք չուներ վերևի կաստաներին, հատկապես ամենաբարձր բրահմաններից շփվեր։ Նույնիսկ չէր կարա նայեր, երբ որ բրահմաններ անցնում փողոցով, ենթադրենք կամ կածանով, ինքը պիտի պարկեր եւ աշկերը պիտի գետնի առած լիներ։ Մի խոսքով, սա ինչ եմ ես ասում, ուրեմն տեսեք, մեր ժողովրդի համակարգը բաց համակարգ է, որտեղ անգամ թագավորը, որ հիերարխիկ ամենաուժեղ
դրսևորումն է մեզ ծանոթ վերջի հազարամյակներում, բայց մեր հեքիաթներում եւ մեր էպոսում մեր առաջնորդները իրանք շփվում են բոլորի հետ, չունեն հիերարխիկ կառույցներ։ Սա ուրեմն մեր համար առաջի ֆիքսումը պիտի լինի եւ մենք պետք է նկատի ունենանք, որ ժողովրդավարությունը երբեմն կան, որ քննադատում են ժողովրդավարությանը, բայց ժողովրդավարությունը խիստ բնորոշ է մեր ազգին եւ ժողովրդավարության մեջ հավար առաջի պայմանը գիտակցված ընտրություն կատարելն է։ Եթե գիտակցված ընտրությունը մենք հանում ենք դուրս, այդ նշանակում է ավելի լավ է ժողովրդավարությունից չխոսենք, որտեղ դա ավելի շատ ամբողջավարական է, ինչ որ մի միտքի հետևից մարդիկ գնում են։ Ինչևից է։ Հիմա գանք մեր թեման, ես հիմա այս բոլորի մասին կպատմեմ, ըստի բունը լուսավորյալ կամ իմաստուն մարդկանց խումբ, որոնք գործում են տիեզերական օրինաչափություններին եւ արարչակարգին համահունչ։ Մի րոպե։ Ուրեմն տեսեք, այս լուսավորյալ բառը հիմա աշխարհում համարյա չի գործածվում։ Եվրոպայում ես ուղղակի ձեզ տեղեկացնեմ իմ գործի բերումով ես շատ երկրներում ցուցահանդեսներ եմ անում եւ ցուցահանդեսից հետո միշտ աշխատում եմ շփվել մտավորականների կամ հետաքրքիր մարդկանց հետ։ Եվ հատկապես Գերմանիայում այսօր որ ասենք միջին գերմանացուն ասես լուսավորյալ մարդին չամ, ինչ որ մի ձևով կարա բացատրի։ Բայց եթե մենք մեր ժողովրդի օրինակ ասենք գնանք մեր ակադեմիայում ենթադրենք պիտի լիներ մեր առաջնորդողը կամ փիլիսոփայության ֆակուլտետ գնանք, փիլիսոփայության ֆակուլտետում հարցնենք ինչ է լուսավորյալը։ Իրանք չեն պատասխանի այդ հարցին, որովհետև լուսավորյալ ընկալումը դուրս է մղված մեր կյանքից։ Դրա համար ես կողքը դրել եմ նաև իմաստուններ, իմաստուն։ Իմաստունը քիչ է ընկալելի մեր համար, շատ քիչ, ինչու։ Նախ կներեք ես մոռացա ամենասկզբից մի բան ուզում էի զգուշացնել, որը շատ կարևոր է։ Առհասարակ ես որ ուսումնասիրում եմ մեր քաղաքական գործիչներին կամ մշակութային գործիչներին, որոնք հիմնականում օրինակ խոսում են ասենք էպոսից, հեքիաթներից կամ ուզում են հայոց արժանապատվը ներբեռնել մեր կյանք։ Բայց ամենայտարին է, որ այդ մարդկանց բերած սահմանումները, բանաձևումները, ընկալումները բոլորը անխտիր դրսի մարդկանց շատ հայտնի մարդկանց մեջբերումներ են։ Հանկարծ ունես չստացվի, որ ես օտար հեղինակների հետ ինչ-որ խնդիր ունեմ, մանավանդ ասենք շատ հեղինակներ կա, որոնք բավական օգնել են անձամին, օրինակ ասենք հենց մեկը Կարլ Յունգը օրինակ, բայց այնուամենայնիվ, եթե մենք խոսում ենք հայկական արժեքներից եւ ես ինչու ասեցի մերը հատուկ է, ինչու է հատուկ, այդ հատուկ լինելու ընկալումը, եթե չունես ազգային արժեքների ճիշտ ընկալումը, դու չես կարող ճիշտ ուսումնասիրություն անել։ Եվ սա իմ կարծիքով մեր ամենամեծ բացն է։ Եվ դրա համար ես այդ կներեք սկզբից պիտի ասեի, դրա համար ուրեմն եթե որևիցե մեկը ասենք արա մեջբերի շատ հետաքրքիր մտքեր, շատ կարևոր մտքեր եւ եթե չկա ոչ մի մեջբերում մեր իմաստուններից, չէ որ մենք ունեցել ենք իմաստուններ, հատկապես ես այստեղ մենք մի անգամ խոսել ենք Դավիթ Անախտի մասին մի փոքրիկ, հատկապես Դավիթ Անախտը, որ ինքը քաղաքակրթական այն ամենազարգուն, զարգացած կենտրոնում տվեց սահմանումներ փիլիսոփայության եւ համարվում էր անպարտելի, անհաղթ։ Այդ անհաղթը իդեպ հենց հույներն են տվել, ոչ թե մենք ենք, ոչ թե հայրն են տվել։ Եվ այդ անհաղթության խորհուրդը, ոնց որ հիմա մարդիկ գնում են ֆուտբոլ կամ թենիս են նայում, այն ժամանակ գնում էին բանավեճեր էին նայում։ Եվ այդ բանավեճերի մեջ այն մտածողությունը, որ եթե մեկը չի ուզում համոզվի, դու չես կարող համոզես, դա շատ ցածր մակարդակի մտածողության մեջ է եւ գիտական տեսակետից օրինակ գիտական մարդը ոչ գիտնականի հետ բանավեճ չի անի, որտեղ անտրամաբանական է։
բայց իմաստասիրական իմաստով, երբ որ արդեն մի հատ ուրիշ բան ավելանում, հիմա ես մի սխեմով ցույց կտամ, այդ դեպքում արդեն այդ եթե ամենաչուզեղը, որ դու իրան համոզես, իմաստունը հենց կարում է իրան համոզի։ Ինչու, որովհետև ինքը գիտի ինչպես ազդել համակարգերի վրա եւ մարդն էլ ինքը համակարգը, ինքը կարում է համակարգի վրա ազդի։ Հիմա այս պատմությունս ընդհանրապես նրա համար էր, որպեսզի մենք իմանանք, որ մեր փորձագիտական բոլոր եզրակացությունների մեջ, եթե չկա հայկական որևիցե մի մեջբերում, դա թերի է, դա իմ կարծիքն է, անձամբ ես կարամ, եթե կարիք մնանք բանավեճի հրավիրեմ մարդկանց լուրջ զրուցենք այս մասին։ Եվ սա իմ կարծիքով հայ ժողովրդի վերջի 4-500 տարվա դժբախտությունն է, որովհետև մենք քաղաքակրթական այդ լծակից հրաժարվել ենք եւ կորցրել ենք մեր համասարանական մտածողությունը, մնացել ենք դպրոցների մակարդակում, իսկ դպրոցը երբեք չի կարող ազգին սպասարկի։ Դպրոցը շատ լավ բան է, բայց դպրոցից վերև պետք է լինի համասարանական։ Հիմա ուրեմն բունը այդ լուսավորյալ որ ասեցի, ուրեմն բունը այնպիսի մարդիկ են, որոնք ընդհանրապես իմաստունը Դավիթ անախտը ոնց է բնութագրում իմաստունին։ Իմաստուն այն մարդիկ են, ովքեր ունեն տվյալ ժամանակվա, ասենք հիմա 21-րդ դարի բոլոր լավագույն գիտելիքներից տեղյակ են, բացի այդ իրանք տիրապետում են իրանց անձնական ներքին մղումներին, ցանկություններին, հետաքրքրություններին, ամեն ինչին, ասենք մարմնի տեսակետից կրքերին, ցանկություններին, մտքի տեսակետից մտքի բոլոր թրթիռներին, թափառումներին տիրապետում են։ Սա շատ կարևոր է եւ հոգու մասին էլ մի փոքր մենք կխոսենք, հոգու մասին էլ հոգին իրանք երկու մասի են բաժանում, մեկը կենթանական մասը, մեկը բանական մասը, եւ կենթանական մասը եւ բանական մասը տիրապետում են, այսինքն այն մարդիկ, ովքեր տիրապետում են գիտելիքը բարձրագույն մակարդակում, տվյալ ժամանակվա եւ ինքնատիրապետման մեջ են, դրանք համարում են իմաստուններ եւ բնի մեջ մտնում են իմաստունները։ Ես օրինակը հիմա ասեմ, հետո մենք միայն քննարկելու ենք բնի մասին, որտեղ ես կարծում եմ մեր հայ ժողովրդի գլխավոր նպատակը բնի մարդկանց պահանջարկ ձևավորելն է։ Ինչևիցե, ուրեմն ըստ հեքիաթների եւ մեր պատմական տվյալներով բունը ձևավորվել է տվյալ ժամանակվա իշխանությունը կամ թագավորը, բայց մի հետաքրքիր բան ունենք մենք, որ բացի թագավորի կողմից նշանակված իմաստունները միշտ մեր ժողովրդի մեջ եղել են մարդիկ, որոնք տիրապետել են իմաստության, այսինքն գիտելիքի եւ ինքնատիրապետման, բայց իրանք չեն մտել պալատ։ Իդեպ մի քիչ կշեղվեմ, ուրեմն մշակութային շերտերը 5 աստիճանի են։ Երրորդ աստիճանը, որ քաղաքակրթական է կոչվում կամ քաղաքային մշակույթ է կոչվում, այդ քաղաքային մշակույթից հետո գալիս է մի հատ ուրիշ որակ, որը որդեգիր որակն է, ու եթե ազատ արվեստագետը կամ փորձագետը չկարողանա որդեգրությունը դուրս բերել մարդուց, այսինքն ինքը մարդու որդեգիր չդառնա, ինքը կդառնա, այսպես ասած, պալատական նկարիչ։ Ուրեմն մեր մշակույթը էպոսն է ցույց տալիս դա եւ հեքիաթները բոլոր, հատկապես Հազարան բուլբուլ հեքիաթի բոլոր տարբերակներում այս նույն բանը կա, երբ որ կարևոր խնդիր անում լուծվելու, այդ կարևոր խնդիրը լուծում է բունը, այսինքն իմաստունները, բայց ամենադարինն է, որ թագավորի կողմից նշանակված իմաստունները միայն չեն կարող լուծեն այդ հարցը։ Եվ դրա համար ժողովրդի միջից այն իմաստունները, որոնք չեն եկել պալատ, ինչ-ինչ պատճառներով, եւ իրանք օգնում են եւ այդ խնդիրը լուծում են։ Ուրեմն տեսեք, փաստորեն ստացվում է, որ շատ կարևոր խնդիր լուծելու համար հնարավոր չի այդ խնդիրը լուծես, եթե չես տիրապետում այդ որակներին, որը բնի որակն է։ Եվ հիմա փաստորեն ցավոք սրտի մեր բունը, այսպես ասած, խեղված է, իսկ եթե բունը չկա, ուրեմն նշանակում է ճյուղերը, այս մնացած ոստերը, հիմա մենք
այդ ռազմասին խոսանք։ Իրանք փորձում են բնի դեր կատարեն, բայց դա անհնար է ազգի մակարդակում։ Ինչի, որովհետև եթե դու չես տիրապետում ամբողջ գիտելիքին, ամբողջական գիտելիք ժամանակին տարբեր համալսարաններում ամբողջական գիտելիք ուսուցանում էին։ Հիմա ուղղակի շատ դժվար է ամբողջական գիտելիք ուսուցանել, որովհետև ծայրեղ շատ է։ Նույնիսկ մաթեմատիկոսները, ես կրթության մաթեմատիկոս եմ, նույնիսկ մաթեմատիկոսները իրանց այնքան է բաժանվել, որ մեկը մեկին ճիշտ է, կարան հասկանան, բայց ասենք հայտնագործություն անելու համար պետք է խիստ մասնագիտանաս։ Ինչևից է, բայց այս ամեն ինչ եմ ասում, փաստորեն մեր խնդիրները այն աստիճանի են, որ մենք ուզած-չուզած պիտի գտնենք մեր միջի կամ ձևավորենք մեր միջետ իմաստուններին, որոնք արան առաջարկեն երկ։ Ուրիշ ձև չկա, եւ չկա աշխարհում ուրիշ մի տեղ, որտեղ մեր համապատասխան երկ գտնեն։ Եվ սա սկզբունքային հարց է։ Եթե հայը ինքը չի լուծում իր խնդիրը, ոչ մեկը չի լուծի։ Նախ ինչի չի լուծի, որտեղ ազգային արժեքները եւ ընդհանրապես ամբողջ մենակ մեր ազգի մասին չի, բոլոր ազգեր ունեն իրանց յուրահատկությունները եւ որևիցե մեկը չի կարող այդ յուրահատկությունը ավելի լավ իմանալ, քան այդ ազգի իսկական իմաստունը, այդ բառը օգտագործեմ, չեմ ուզում ասեմ մտավորական, որտեղ մտավորականը մի քիչ խեղաթյուրվել է։ Ուրեմն փաստորեն բնի կարևորությունը իմացանք, հիմա գանք ոստերին։ Ոստը նվիրյալ մարդկանց խումբ, որոնք պահպանում են բնից հաստատված կարգն ու կանոնը, նույն կերպ եւ իրենք ապրելով։ Ուրեմն ամենավերջից գանք իրենք այտենց են ապրում։ Ուրեմն պատկերացրեք այդ ոստը, պատկերացրեք, ասենք ոստիկան կամ անվտանգության մարդիկ, պատկերացրեք այտենց։ Բայց ամենահետաքրքիրն ինչն է, որ այդ ոստիկանը կամ ասենք հին ժամանակ զինվորը, այդ զինվորները, իրանք արժե համակարգային կարգավիճակ ունեին։ Հնարավոր չէր, որ մեկը, որ ասենք ինչ որ տգետա կամ չգիտեմ մի խոսքով չեմ ուզում մարդկային բացասական բաները ստե նկարագրեմ, հնարավոր չէր ինքը դառնար ոստի ներկայացուցիչ։ Ինչու? Որովհետև ինքը չէր կարա մի բան ասել, որը չի անում առաջինը։ Ոնց որ օրենքի պահապանը գալիս ասում է, պետք է օրենքը պահեք, բայց ինքը չի պահում։ Եվ դա ոնց որ ծնողները ասենք երեխեքին ասում են սուտ մի խոսեք, բայց հայտնի է, չէ, ամենահայտնի փաստն է, եթե ծնողը երեխուն սուտ ասում, երեխան ինքնին մտածում է ինքն էլ պետք է սուտ ասի։ Այդ սուտ մի ասին, օրինակը պետք է լինի անձնական։ Հիմա ճիշտ այս կերպ, եթե ոստիկանը չի ապրում այդ արժե համակարգով, սա կարևոր է, ինքը պետք է ապրի այդ արժե համակարգով, բայց որ հարց տանք, այդ որն է այդ արժե համակարգը։ Դրա համար ստե գրված է, որ բնից եկած կարգ ու կանոնի համապատասխան։ Հիմա եթե հայ ազգը մոտավորապես իմ հաշվարներով դա երևի մի անգամ Կարենի պետք է խնդրեմ իր շրջապատին հետաքրքրվենք, ես մոտավորապես մի 5-400 տարի եմ հաշվում, Տաթևի համալսարանի կործանումից հետո տենց ասենք, որ մի քիչ մնացել էր, դե մի մոտավորապես հաշվենք 500 տարի։ Ուրեմն բայց այդ համալսարանը դու պատկերացրեք, եթե դի քո համալսարանն է, ինքը ամբողջ աշխարհի հետ աշխատում է։ Եվ իդեպ, ասենք պատկերացրեք մեր փոքր ազգը, որ միշտ ճնշումների, բաների մեջ ա եղել եւ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն եկել են ուզեցել են մեզ համոզեն դավանաբանական ինչ որ հարցեր բան, որոնցով հիմա գրեթե ոչ ոք չի զբաղվում, բայց իրանք չեն հանձնվել, չեն փոխվել, ընդ որում չեն էլ մերժվել։ Այդ մարդիկ, որ եկել են, իրանք զգացել են, որ իրանք չեն կարող որևիցե բան անեն, որովհետև պատրաստ մարդկանց հետ են խոսել։ Հիմա փաստորեն մենք կորցրել ենք այդ որակը եւ ես էսի ցավով եմ ասում, էլի կներեք, ցավով, օրինակ ասենք գիտեք, չէ, առաջ այս հիմա էլ երևի տենցա փորձագետը զանգում ասում է, շեֆ ջան, ինչ գրեմ, ասեմ փորձագետ է, ինքը պետք է եզրակացություն տա, գրնի հիվանդությունա, եսի ինչա կամ մեկը քշում է, պետք է ասի, եսի հարբածեր թե չէ, ասում է շեֆ ջան, ինչ գրեմ, հասկանում եք, այսինքն այդ փորձագիտական
որակը երբ որ զրկված է բարոյական արժեքից, այսինքն ինքը փորձագիտական եզրակացություն չի, դա տվյալ ժամանակվա իշխող եմ ասում, որովհետև հիմա մենք երբ որ խոսենք մեր կառավարման համակարգից, մեր մոտ չկա իշխանություն, մեր մոտ կա կազմակերպիչ, Ժողովուրդ ջան, դրանք տարբեր բաներ են։ Եվ դրա համար այդ կազմակերպիչը կառավարությունն է։ Կառավարությունը պետք է կազմակերպի, ոչ թե իշխանություն պետք է լինի։ Եթե ինքը կառավարում է, ընդ որում իրան բարձում են, որ ինքը լավ կառավարի, ոչ թե վատ։ Ինչևից է, ուրեմն այս ոստերի մասին շատ բան չեմ ուզում ասեմ, բայց պարզապես ասեմ, որ այս ոստերը համարյա կյանքի գնով պաշտպանում են այդ արժեքները, իրանք արժե համակարգային մարդիկ են, կյանքի գնով։ Իդեպ ասեմ, են բնի մասին չասեցի, բնի մարդը չի կարող մի բանի մասին երկու կարծիք ունենալ։ Ինչու՞։ Որովհետև եթե ինքը մի բանի մասին երկու կարծիք է ունենում, այդ նշանակում է ինքը երկտակված է։ Իսկ եթե ինքը երկտակված է, կամ ասենք մի որոշակի փուլում ունենում է, մի որոշակի փուլում չի ունենում։ Որպես մաթեմատիկոս կարող եմ ասել, որ մարդիկ կարան զարգանան ինչ որ մի փուլից իրանց կարծիքը փոխեն։ Բայց երբ որ մարդիկ արդեն որոշակի շերտի մեջ են մտնում, իրանք այլևս կարծիք փոխելու իրավունք չունեն։ Կարծիք փոխելու համար իրանք պետք է ներողություն խնդրեն, դուրս գնան, սովորեն նոր իրավունք ունենան նորից կարծիք հայտնելու, որովհետև եթե դու քո կարծիքը փոխում ես, այդ նշանակում է դու քո զարգացման փուլին չես հասել։ Իսկ եթե դու քո զարգացման փուլին չես հասել, ո՞նց ես դու մարդկանց կառավարում։ Սա շատ կարևոր է, ժողովուրդ ջան, մեր համար, դրա համար մեր էպոսի մեջ համար առաջի պայմանը ամեն ինչը արդար, ամեն ինչը անարդար բան չկա։ Եվ երկրորդը մեր էպոսին դեմ անընդհատ մի քանի տեղ ասում են, հատկապես Դավիթի մասին, ասում են Դավիթը մի բան որ ասես պրծ, ինքը չի հրաժարվի, չի խաբի, չի մոռանա, ասելա պիտի անի։ Եվ մեր մշակույթի մեջ ես որպես ժողովրդական վարպետ նաև ուսումնասիրել եմ, հետաքրքիր մի բան կա, մեր չափորոշիչների մեջ առաջի պայմանը հետևյալն է, եթե մարդ ուզում է մի բան անի, ինքը դրա ամբողջ պատկերը պետք է ունենա, եթե իսկական արդեն գիտելիքի մարդ է։ Այդ պատկերը պետք է համապատասխանի մեր արժե համակարգին, բացի այդ պետք է լինի անպայման բարի։ Սա Դավիթ անախտի սահմանումն է։ Իդեպ ինքը արվեստի շատ է դարի սահմանում ունի, հիմա չեմ ուզում շեղվենք, բայց այդ շատ կարևոր է բարի լինելու գաղափարը, որովհետև եթե մի բան բարի չի, այս գլխից հայը չի անում, վերջակետ։ Ուրեմն եթե ինքը սկսեց, պետք է ավարտին հասնի։ Ուստի մեր համար սա պետք է լինի ցուցիչ։ Հիմա ասենք առաջ ծաղիկ պտուղ։ Այն խավն է, որը ապրում եւ ստեղծագործում է բնից փոխանցված սկզբունքների եւ օրինաչափությունների համաձայն եւ կամ գործունեություն է ծավալում նույն արժեհամակարգին համապատասխան։ Ուրեմն այս ծաղինու պտուղը ամենակարևոր պահն է, որովհետև հիմա մենք մեր ազգը ինչքան էլ կորցնում է իր բունը, ինչքան էլ քաոսային վիճակում է, մեր ժողովուրդը ինքը իր մեջ իր վարպետները այնուամենայնիվ փորձում են ստեղծագործել ազգային արժեքներին համապատասխան, բայց մի կարևոր բայց կա։ Ուրեմն մի անգամ այդպես քննարկում էր, ես ուզում եմ ձեզ ասեմ, մենք որ քննարկում էինք, ասում եմ ոնց կարա արվեստագետը մի բանի մասին կարծիք հայտնի, ոնց կարա։ Ու ստացվում է օրինակ ասենք, եթե դու ուզում ես արևի մասին բանաստեղծություն ասես, արևը բոլորի համար մեկ է, ճիշտ է, որոշ երագնդի տարբեր դիրքերից նայելուց արևի տեսքը մի քիչ ուրիշ է, տեսք ասենք իր մայրամուտը հատկապես եւ այլ, բայց այնուամենայնիվ արևը բոլոր տեղերը նույնն է եւ նույնիսկ մենք ասում ենք արևը մեկ է մեր ընկալման մեջ։ Հիմա ոնց կարա բանաստեղծները, ասենք 50, 100, 1000 բանաստեղծ արևի մասին գրեն։ Այն տեղ է, որ ներքին ազատության խորհուրդը հնարավորություն է տալիս մի արևի մասին բազմաշերտ բաներ գրել։ Հիմա եթե մեր ազգը կորցրել է իր բունը, որը պետք է տար այն ատաղսները, որոնցով պետք է ստեղծագործել մեր ստեղծագործողը,
մարդիկ ասում են, եթե մեկը տա, բոլորը պետք է նույնը լինի։ Ոչ, այդպես չի լինում, Ժողովուրդ ջան, արևը նույնն է, բայց բանաստեղծները լրիվ տարբեր են։ Գետը նույնն է, պատկերացումները լրիվ տարբեր են։ Բայց եթե մենք չունենք այդ վերևի այն բնից տված ստեղծագործական խորհուրդը, օրինակ մանրանկարչության մեջ, ասեմ, մանրանկարչության մեջ տարբեր տեղերում ստեղծագործողները մանրանկարչության մեջ կա ձև կա, թե ոնց պետք է նկարեն, ոնց անեն, որ ճիշտ լինի, բայց բոլորը պաշտպանում են։ Բայց լրիվ իրանց անհատականությունը իրանց ամենից դնում են, իրանց տեղային, գունային, մի խոսքով։ Հիմա ուրեմն ստացվում է, որ մեր ստեղծագործողները, որոնք պիտի ստեղծեին հայ վարպետ չեն կարող ստեղծել, որովհետև իրանք չեն ելնում մի կետից։ Այդ մի կետը շատ բարձր սահմանում պիտի ունենար, բայց մենք չունենք այդպես կետ, ով ինչ ուզում անում է։ Սա ամենակարևոր բանն է, բայց ես ինչի ուզեցա այս ծաղիկ պտուղի մասին խոսել, որովհետև եթե ստեղծագործողները զրկվում են բնից սնուցվելուց, իրանք սկսում են դեգրադացվել։ Եւ սա շատ վտանգավոր ազգերի ինքնության տեսակետից շատ վտանգավոր երևույթ է, որտեղ դուք սկսես քո տունը ուրիշ ձևավորես, քո փողոցները ուրիշ ձևավորես, քո ճառռապետական դոմինանտները կարաս փոխես եւ այլն, եւ մի գեղեցիկ օր կարողանաս քո ինքնությանը դու այլևս հարազատ չես լինի։ Իսկ սա բացարձակ նշանակություն չունի հինի պահպանության մեջ։ Սա կարևոր է, որ դու հինը պահպանես եւ նոր ապրում ես 21-րդ դարում, 21-րդ դարի համապատասխան պիտի ստեղծագործես։ Սա համար առաջի պայմանն է, որովհետեւ կան, որոնք պահպանողականներ են, հին ձևով են անում, խնդիր չկա, բայց զարգացման համար պետք է բերես նորություն։ Իմաստը ուրեմն ծաղիկը իմ մի լավ բարեկամ ունի, նա խնդրեց ավելացրել եմ, ես մենակ պտուղ էի գրում Վահագն Ղուշյան, հիմա Ամերիկա է գնացել, ուրեմն ծաղիկը ինչ է, փաստորեն ծաղիկը շատերն են ծաղկում, բայց քչերն են պտուղ տալիս։ Ոնց որ ծառն էլ շատ ծաղիկներ ունենում, բայց պտուղները քիչ են։ Հիմա ուրեմն ես կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ իր միջի ծաղիկը փայփայի եւ պտուղ տա, որովհետեւ ամեն մարդ պտուղ տալու ունակություն ունի եւ այդ ունակության բացակայությունը վնասում է հանրությանը, որովհետեւ եթե մարդ իր ներսի լավ պտուղը չի բերում հանրությանը կամ ընդհանրապես իր շրջապատին, ուրեմն այդտեղ մի բան պակասում է։ Եվ վերջինը Տերև մնացած ողջ ժողովուրդը, որը սպասարկում է հասարակության բոլոր շերտերին, առանց որևէ սահմանափակման եւ ամբողջի տերն է ու սպասարկուն։ Ուրեմն տեսեք, այս ամենակարևոր բանն է։ Հիմա մեր ժողովրդի արժեհամակարգը ցավոք սրտի խախտված է։ Հատկապես այս իրավիճակում ավելի խախտված է։ Փաստորեն, եթե ժողովուրդը չունի իրան համապատասխան արժեհամակարգ, ձևակերպված ժողովուրդ ջան, այնց ապրիորի մասին չեն խոսում, պիտի լինի ձևակերպված։ Եթե չկա այդ ձևակերպված բանաձևումները կամ սահմանումները, ժողովուրդը ինքնաբուխ չի կարող անել դա անհնար է։ Հիմա տեսեք, փաստորեն ժողովուրդը ըստ մեր էպոսից էլ սկսած հեքիաթներից, միջև հիմի, որ ենթադրենք մեր Հայաստանը ժողովրդավարական է, իրականում բարձրագույն արժեքը, սենց ասած ձայն բազմած ձայն Աստծո, դա ժողովրդին է պատկանում։ Բայց ժողովուրդը, որ ինքը արժեհամակարգով չի ապրում, ինքը արդեն ինքը սկսում է ինքն էլ տրովել։ Այստեղ տեսեք, մենք գրել ենք ժողովուրդը արժեհամակարգ, ամբողջական արժեհամակարգ, ինքը սպասարկում է բոլորին, ընդ որում այս 4 շերտերը, որ կար են օղակները, որ գա, արդեն ասեցի, որ ոչ մի հիերարխիա չկա, այսինքն իմաստունը շփվում է սովորական պարզ եւ ովի հետ, եւ չգիտեմ, հաստուխի հետ, բոլորի հետ, եւ հաստուխն էլ կարա, եթե հարց ունի, այդ հարցը կարա գնա իմաստունին տա, չկա հիերարխիա, չի ասում դու չես կարա ինձ մոտենաս։ Ինչի, որովհետև այդ ազատության գաղափարը եւ արդարության գաղափարը մարդկան
բոլորին դարձնում է հավասար։ Հիմա եթե մեր ժողովուրդը գիտակցի, որ Իգնատերը իրան քիչ կարան ծռմռեն, բայց ինքը այնքան է կորցրել տեր լինելու գաղափարը, որ ըսկի չեն մտածում, որ ինքը տեր է։ Եվ այնտեղ հիշում եք, մենք գրել էինք, որ գոյատևման թերի համակարգը, հիմա փաստորեն մենք ինչի 100 կամ 500 տարվա պլան չունենք, որտեղ մենք մտածում ենք վաղը որտեղից հաց առնենք։ Ոնց անենք, մի հատ սառնարան, չգիտեմ, մի հատ տուն առնենք, մի հատ ավտո եւ այլ եւ այլ եւ այսինքն գոյատևման ճահճուտում են գտնվում։ Եվ այդ գոյատևման ճահճուտից դուրս գալու միակ ձևը, միակ հնարավորությունը դա գիտակցական մարդկանց խումբ ստեղծելու ոստի ձևավորումն է, որպեսզի կարողանանք մենք սկսենք մեր ազգին ինքնությանը հաղորդ դարձնելու, որովհետև ով պիտի ինքնությանը հաղորդ դարձնի, այն մարդիկ, ովքեր լիարժեք տիրապետում են եւ ապրում են դրանով, որտեղ մենակ տիրապետելը քիչ է, ասենք համասարանում կարող է մի հատ դասախոս կա կամ ակադեմիակում մեկը կա, որ գիտի, բայց իր համար մեկ է, ինքը իր համար քնում է, իր համար ինչ ուզում է լինի։ Այդ այնց ասում է, շեֆ ինչ գրեմ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հիմա դրա համար ես ամենաշատ ուզում մի քանի բառով ուղղակի խոսել սահմանումների կարևորության մասին, որ մենք պետք է հասկանանք 21-րդ դարի որոշ բաներ, օրինակ քաղաքակրթություն։ Ինչ է քաղաքակրթություն, ժողովուրդ ջան։ Մենք ունենք մասնագետներ, ովքեր հին քաղաքակրթությամբ զբաղվում են, դասավանդում են, բայց 21-րդ դարում մեր դիվանագետները, որ գնում են ուրիշ երկրներում հանդիպում են, ինչ են ասում։ Հասկանում եք, մենք ելնում ենք օտարներից, նորից եմ կրկնում, դա խիստ վտանգավոր է։ Նույնը մեր ազգը 21-րդ դարում պիտի սահմանի ինչ է ազգ հասկացությունը։ Որտեղ 21-րդ դարը նոր ինֆորմացիաներ ա բերել, նոր հնագիտական եւ բազմաթիվ եւ գիտական հայտնագործություններ են տեղի ունեցել եւ հին սահմանումները այլևս չեն աշխատում, բայց եթե նորը չբերեք, ես որպեսզի պատկերացնեք ինչի է դա սա կարևոր է, որտեղ սա հիմնականում այդ բնի մասին ենք մենք խոսում։ Օրինակ մի հատ ազգի մասին սահմանող, եթե չեմ սխալվում, Գումիլով էր, այդ Գումիլովը ասում է ազգերը սովորաբար կազմավորվում են եւ գոյատևում են 1500 տարի եւ հետո իրանք վերանում են։ Ասենց մի հատ սահմանում է, որը շատ տեղեր տարածում են, շատ տեղեր բան են անում։ Այդ Գումիլովին հարցում են, ասում են իսկ հрьяաներին, ինք ասպարները բացառություն են։ Հա, բայց հիմա իսկ եթե հարցնենք, ասենք, բա հույները, բա հայերը, բա պարսիկները, այսինքն ժողովուրդ ջան, այդ սահմանումը ես չգիտեմ ինչ նպատակի համար արած եւ ինչի համար արած, բայց դա չի համապատասխանում գոնե մեր հայերի համար մեզ չի համապատասխանում, որովհետեւ մենք գոնե եթե շատ մեծ թվեր չասենք 6-7 հազար տարվա մշակութային պատմություն ունենք, այսինքն մենք ունենք վաբերագիր փաստաթղթեր, որ վկայում է հայի գոյության մասին եւ ստեղծագործության մասին, մենակ գոյությունը ավելի հին էլ կա, այն Երևանի քարայրը 50,000 տարվա է, եթե չեմ սխալվում։ Բայց մենք դրա մասին չենք խոսում, մենք խոսում ենք ստեղծագործական արժեքների, որոնք թվագրվում են մինչև 6-7 հազար, գուցե մի քիչ էլ ավել, արդեն 12,000 տարի էլ մոտավորապես։ Բայց հիմա տեսեք, այս ամեն ինչի մեջ 21-րդ դարում մենք ինչ կարանք անենք, ժողովուրդ ջան։ Հայերը ինչ կարան անեն։ Ուրեմն հայերը կարան շատ կարևոր մի բան անեն, որ արհեստական գիտակցության դարում, որ ամեն խնդիրները մի վայրկյանում լուծում է քո համար, որը շատ կարևոր ու լավ բան է, բայց ոչ մեկը ես իհարկե քիչ ինֆորմացիա ունեմ, բայց հետաքրքրասեր լինելով շատ կարևոր այտենց հաստատությունների հարցումներ եմ անում, ոչ մեկը աշխարհում դեռ չունի 21-րդ դարի մարդու պատկերը, ինչպիսին պիտի լինի մարդու զարգացումը, ժողովուրդ ջան։ Ոչ մեկը չունի, բայց չբողոքենք ունեն թե չունեն, իսկ հայը կարող էր 21-րդ դարում առաջարկել մարդու զարգացման մի սիստեմ, որը ներ շատ ընդունելի, շատ հեղափոխական եւ շատ գրավիչ
Եվ բոլորը առանց որևիցե մի բանի ուզենային դա վերցնեին։ Այսա գներ մեր քաղաքական ստեղծագործությունը, որը կդառնար համամոլորակային։ Ինչու, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ, անկախ նրանց իրար ատում են, սիրում են, իրար սպանում են, իրանք միայն ու միայն ելնում են բարձր գաղափարների ձգտումներից։ Ըստեղ մենք 4 հատ հարց ունենք, այդ հարցերը կուզենամ մի հատ հնչեցնես, մի փոքրիկ դրանց մասին խոսենք ու արդեն անցնենք հարցերի։ Հա, առանձին կարդամ։ Ընտրանուկ կերպը, պատասխանատվությունը եւ դրա ձևավորման ուղիները։ Ուրեմն ընտրանուկ կերպը բացատրեցինք, ինչպիսին է, ինքը ինչպիսի որակ պիտի ունենա, մեզ ամենահետաքրքիրը ձևավորման խնդիրն է։ Բայց տեսեք, ամեն ինչից առաջ, որպեսզի ձևավորվի, պետք է լինի պահանջարկ։ Եթե հանրությունը խաբար չի, ինչի մասին է խոսքը, ասենք, օրինակ մեր հեքիաթներում մի հատ sense հեքիաթ կա, ամուսնանում են երկու հոգի, մտածում են, ասում են, ոնց պլանավորենք մեր կյանքը, ասում են, բերեք մենք մի հատ զինվոր ենք ունենալու, մի հատ տղա, որ զինվոր դառնա։ Մի հատ երեխա ենք ունենալու, որ եկեղեցուն սպասարկի, մի հատ էլ երեխա ենք ունենալու, որ մեր համար լինի։ Ընտանիքի պլանավորում է, ժողովուրդ ջան, ընտանիքի պլանավորում։ Հիմա այդ ընտանիքը գիտակցություն ուներ, որ պետք է զինվոր լինի, որ պետք է եկեղեցին շարունակվի եւ որ իր ասելով ընտանիք նկատի ունի շարունակություն լինի, չէ՞։ Այս գիտակցություն ուներ, բայց հիմա մեր ժողովուրդը ինչ գիտակցության մեջ է։ Այսինքն ինքը պահանջ ունի իմանալու 20 տարի հետո ինչ է ուզում կամ 30 տարի հետո ինչ է ուզում։ Օրինակ ես ձեզ մի բան ասեմ, միշտ թվում է, թե հարցերը լուծելու, օրինակ հենց մեր Արցախի հարցը, օրինակ, Արցախի հարցը լուծելը միշտ ցավոք սրտի մեր քաղաքական գործիչները կապում են պատերազմի հետ։ Բայց սիրելիներս, աշխարհում այնքան հարցեր կա, որ լուծում առանց պատերազմի։ Եթե դու իմանում ես հարցը լուծելու ճշմարիտ ուղին, ամենևին այո, պատերազմ երբեմն պետք է լինում կամ ինքնապաշտպանություն պետք է լինում, բայց ամեն ինչ չէ, որ պատերազմով է։ Սա եթե մենք չենք ֆիքսում, նշանակում է մենք ընկել ենք մի տեղից ներքև, որտեղ գծային է պայքարը, իսկ գծային պայքարի մեջ մենակ պատերազմ է։ Դրա համար մեզ քարոզում են, ասում են Արցախի մասին խոսած պատերազմ կլինի։ Ոչ։ Եթե դու գիտես ոնց պիտի խոսես, այսինքն այդ քո խոսանյութը պետք է լինի 21-րդ դարին համապատասխան եւ դիվանագիտական լեզվի մեջ նորույթ մցրած դիվանագետը պիտի խոսի։ Բայց այդ դիվանագետը որտե պետք է պատրաստվի։ Հարց։ Որտե։ Այ այն բունը պետք է լիներ, որ իրան արժեքներ տար, այդ արժեքներով նա պատրաստվեր։ Հիմա եթե հասարակության մեջ մենք մցնենք բնի անհրաժեշտության գաղափարը, մի օր կծնվի բունը։ Հասկանում եք, եթե դուք ուզում, ոնց որ ասեք մարդը ասում ավտո եմ ուզում, հետո մտածում, ես ոնց եմ առնել, բայց հենց ձևավորումը ավտո, ինչպիսի ավտո, ինչքան գումար, կամաց հասնում է դրան։ Հիմա եթե մեր ժողովուրդը չգիտի, որ իրան պետք է բնի որակի մարդիկ, որոնք պետք է կառավարեն, ընդ որում իրան կառավարությունից դուրս են, հասկանում եք։ Դրա համար ես որ ասեցի, կա որ ասենք կառավարությունն է նշանակում փորձագետ, բայց կան որ դրսում են, իրանք ոչ միտեղ չեն։ Օրինակ ասենք, ստե շատերը երևի կիմանան, հենց Լաոցզիի մասին, Լաոցզիին շատ են ուզում որ տանեն պալատ, ինքը չի գնում։ Բայց իրան միջև իմի մենք իր մասին խոսում ենք, բայց ինքը պալատական չի դառնում։ Ինչևից է, ընդ որում ասեմ պալատական դառնալը վտանգավոր չի, բայց վտանգավոր է, երբ որ դու պալատականությունը դարձնես քո գլխավոր նպատակ, այսինքն դու քո ազատությունը, այդտեղ է ստեղծագործողը, գիտնականը իր ազատությունը հանձնում է ինչ-որ մի հատ մարդու, որը շատ ցավալի է։ Հիմա ուրեմն սա մեկ, ուրեմն պահանջ պետք է ձևավորենք։ Կարելի է միանգամից 3 հարցերներ կարդալ, ես ընդհանուր խոսեմ։ Այսինքն իրար հետ կարդամ։ Հա։ Ինչպես է ստեղծագործել եւ գործունեություն ծավալել մեր նախնիկ, ժողովրդի դերը մեր ազգային կյանքի ձևավորման մեջ, ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգի դերը։ Ուրեմն վերեք ես վերջից գան կառավարման համակարգի դերը շատ པարզ է, ժողովուրդը, այդ ժողովրդավարությունից մի հատ դուրս գանք, ուրեմն կառավարման համակարգը պետք է
Ինչ անին, դե մենք վերևում որ գրել ենք ազգի ժառանգությունը, այդ ժառանգությունը ժողովուրդ ջան, երաշերտա, նյութական, մտավոր, հոգևոր։ Պայմանական ասենք, այս մեր 40,000 կիլոմետրը, որի մի 30,000 քառակուսի կիլոմետրա դարձել, պայմանական, այդտեղ ինչ արժեքներ գոյություն ունի, մոտավորապես մարդիկ կան, մասնագետներ կան, ժողովրդի խաբարել չի, այդ մեր եղած արժեքները թվագրվում են մոտավորապես 3-ից 4 տրիլիոն։ Պատկերացնում եք ինչի մասին եմ խոսում։ Ուրեմն, եթե այդ կառավարման աղբյուրը ժողովրդի ձեռքում չի, իսկ ժողովրդի ձեռքում կարալնի մենակ մի դեպքում, երբ որ ժողովուրդը բունը ստեղծածներ, որ այդ դա նյութական է, էլի մենակ խոսում ենք նյութական արժեքի մասին։ Ուն որում խոսում ենք մենակ այսքան տարածքի մասին։ Այդ փորձագիտական հաշվարները այսքան տարածքի մասին են։ Հիմա մեր երկիրը արդեն մոտավորապես, եթե չեմ սխալվում, 15 միլիարդ պարտք ունի։ Ինչպես կարա մի երկիր, որ ունենա 3-ից 4 տրիլիոն հարստություն, 15 միլիարդ պարտք ունենա, ինչպես կարա, այսինքն դա նշանակում է անտեր ձախողված վիճակ։ Հիմա որպեսզի ժողովուրդը գիտակցի, ուզենա ձևավորի, չէ դերը, կառավարման դերը որն է, պետք է այդ արժեքները ճիշտ կառավարի, ինքը չի կարա այդ տաուրիշի, չի կարա իր ջեբը դնի, կոպիտ ասած կներեք այդ բառի համար։ Ուրեմն կառավարության դերը, հələ ես մենակ այդ մնացածը, բա ժողովրդի միջի խելոք երեխեքը, գիտնականները, մեր օրինակ ասենք մեր հենց հայագիտությունը այսօր, ով է կառավարում մեր հայագիտությունը։ Կարակ ասեք օրինակ ասենք մի երկու հատ կոնֆերանսներ են լինում շատ կարևոր, բայց ոչ լուսաբանվում է, ոչ տարածվում է, ոչ խոսվում է, մարդիկ խաբար չեն։ Մի հատ ապուշկինո կամ մի հատ եսի ինչ կներեք, որ տենց եմ ասում, ավելի շատ գիտեն մարդիկ, քան ասենք մեր հենց հայագիտության վերաբերյալ, որ իր ինքնության բաղադրիչներից մեկն է, եւ ով է կառավարում դա, ով է կառավարում։ Հասկանում եք, այստեղ չպետք է մենք մտածենք, որ կառավարում ասենք որևիցե մի նախարարություն, այս ժողովուրդը, որը սպասարկողն է, նա պետք է մասնակից դառնա, ժողովուրդ ջան, եթե ինքը մասնակից չի դառնում, չի ստացվելու։ Ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգը։ Ուրեմն կառավարման համակարգը հետաքրքիր է, որ մեր Դավիթանախտը մի հատ շատ սիրուն սահմանում է տվել։ Այդ համար ես կուզենայի այստեղ ուղղակի էդի գծեի։ Պատկերացրեք մի հատ այսպիսի թաղանդ, մի հատ էլ այսպիսի թաղանդ, մի հատ էլ այսպիսի թաղանդ։ Սա նյութական, սա մտավոր, սա հոգևոր։ Իդեպ, այն բունը, որ գրած էր հանրության եւ ազգի, այդ բունը վերաբերում է նաեւ մարդուն։ Ժողովուրդ, դուք ձեր մեջ էլ ունեք որոշակի բաներ, որոնք պետք է ձեր բունը լինի, այսինքն ձեր կառավարիչը պետք է լինի։ Իհարկե դուք դրա մասին ոչ կարդում եք, ոչ լսում եք, ոչ հետաքրքրվում եք, բայց իրականում եթե ձեր ներքին կառավարիչը դուք չեք, դուք դառնում եք կամակատար կամ խամաճիկ։ Հիմա ըստ Դավիթանախտի այս շերտը, նյութական շերտը, որը զգայական արժեքներով է գործում, ամենաթույլ մակարդակն է, սրա մասին չխոսանք, որովհետև ըստե նոր պետք է ձևավորվի հնարավորություն դպրոցների, վարպետների, որից հետո պետք է գա մտավոր շերտը։ Մտավոր շերտը դա գիտական, հիմնականում գիտակարգերը, տենց ասենք, բայց ամենահայտնին է, որ ժողովուրդ ջան, այստեղ քաղաքականությունն է։ Ուրեմն քաղաքականությունը դրա համար Դավիթանախտը որ բացատրում է, քաղաքականությունը ինքը գործնական արվեստ է, որը պետք է հանրությանը կամ ազգին կառավարի, ընդամենը։ Բայց եթե մեր քաղաքական գործիչները չեն տիրապետում հոգևոր իմացականությանը, որը շատ ավելի լայն է եւ իմաստուն կարած միայն մի դեպքում լինես, երբ որ դու նյութական աշխարհի գիտելիքներին տիրապետում ես, նույն ձևի մարմնիդ։ Երբ որ դու մտավոր աշխարհի արդեն
նյութական աշխարհի գիտելիքը արդեն մտավոր դաշտում է, ֆիզիկա, քիմիա եւ այլն։ Եթե դու մտնում ես այս մտավոր դաշտի գիտելիքները տիրապետում ես, դու դեռ չես ըլում իմաստում։ Դու պետք է կարողանաս հոգևոր աշխարհն էլ ուսումնասիրես եւ լուծես։ Ահա թե ինչի որ մենք ասում ենք բունը ոնց պետք է ձևավորենք, բնի ձևավորման համար անհրաժեշտ է, որ այս երեքը ներդաշնակ ներկա լինեն։ Եթե այս մեկը չկա, մեր քաղաքական գործիչները միայն քաղաքականությամբ զբաղվում են, ընդ որում ամեն մեկը մի ուղղություն է վերցնում, հատվածական, այս ինչին սիրում ենք, ինչին չենք սիրում, չգիտեմ, ես Եվրոպա եւ այլն, այդ կարևորը չի բացարձակստե ժողովուրդ։ Ստե կարևորը այն է, որ իրանք ճունեն գաղափարական սնուցման հենակետ։ Որն է իրանց գաղափարական սնուցումը։ Որն է իրանց պատկերը ազգին ինչ պետք է զարգացնեն։ Տնտեսությունը կառավարելը վատ բան չի, լավ բան է, ժողովրդի սոցիալական մակարդակը բարձրանում է։ Բայց ինչպիսի մարդ։ Այդ հարցը չկա ժողովուրդ ջան։ Ուստի դրա համար ես այս ուղղակի նկարեցի ընդամենը նրա համար, որ պատկերացրեք, եթե այս դաշտի մեջ է լուծումը, այդտեղ լուծում չկա։ Եվ դրա համար պետք է այս դաշտի լուծումը տեղափոխել այստեղ։ Հենց տեղափոխել լուծումը գտնի, որտեղ Կառաջանը արդեն գաղափարական հենքեր, որից հնարավոր է ստեղծել, թե ինչպես պիտի լինի կրթական համակարգը, ինչպես պիտի լինի պետական համակարգը, ինչպես պիտի լինի մնացածը։ Իսկ իրականում պետության դերը ընդամենը բոլոր մարդկանց, մեր ազգի ներկայացուցիչների, նաև եթե ասենք մեր տարածքում ապրում են տարբեր տիպի ազգերի ներկայացուցիչներ, առանց խտրականության բոլորի համար ապահովել զարգացման նույն չափաբաժնի հնարավորություն։ Հասկանում եք, չի կարա մեկը ենթադրենք մի քիչ հարուստ է, ենթադրենք, չէ, ինքը ավելի լավ կրթություն ստանա, քան մեկը, որ ենթադրենք իր ծնողները կամ ինչ որ մի խոսքով։ Ուստի այս սա է պետության դերը, որտեղ պետությունը պետք է կառավարի նյութականը, բայց ինքը պետք է կառավարի նաև երեխեքի կրթությունը, մարդկանց զարգացումը։ Եթե պետությունը չի կառավարում մարդկանց զարգացումը, դա պետություն չի ժողովուրդ ջան։ Դա ընդամենը մի հատ գրասենյակ է, որ դե աշխատավարձ ու թոշակ է նշանակում։ Ես արդեն այսքանով ուզում եմ շատ լավ ավարտվեմ, մի քիչ ծավալվա շատ։ Շնորհակալություն Ահագին, հետաքրքիր էր։ Ես Ահագին նշումներ եմ արել ու դժվարությամբ էի զսպում, որ չընդհատեի։ Մի քանի հարց տամ, չնայած հետո դալիճնել հնարավորություն կտանք։ Ամենաառաջինը, որ ուզում եմ տալ, այդ պահանջարկի մասին է։ Ժողովրդի մոտ աստիճ պետք է պահանջարկ ձևավորվի։ Այո։ Ու ինչ որտեղ նաև սա մեղադրական է հնչում ժողովրդի նկատմամբ, բայց իմ համար ժողովրդի մեղավորությունը առաջնային չի, քանի որ ժողովրդին այնքան են մանիպուլացնում, այս քարոզչան մեքենան, այս տեղեկատվական աղբի հոսքը եւ այլն, այսքան էլ որ մնացել է, ժողովուրդ մնացել ենք, ես էլ եմ էլի ժողովուրդ, այսքան էլ որ մնացել ենք, լավ է։ Դրա համար ուզում եմ հասկանամ, այս պահանջարկը, այդ մանիպուլյացիաների, այդ տեղեկատվական հոսքերի մեջ ոնց անենք, որ դա կոտրենք ու շրջանցենք ու այդ պահանջարկը սկսենք ձևավորել։ Շատ բարի։ Նախ ամենասկզբից ասեմ, որ ես անձամբ առասարակ կողմնակից չեմ մեր ազգին որևիցե բացասական եւ ժողովրդին էլ ասենք ոչինչ, բացասական բան վերագրելուն, որովհետեւ ժողովուրդը եթե մնում է ինքն իր ուսին, ինքը ձևեր է գտնում, որոնք չեն համապատասխանում իր բարսագույն ինքնությանը։ Դրա համար ես ոչ թե ժողովրդին եմ մեղադրում, այլ ով կարող է այդ պահանջարկը ձևավորել։ Օրինակ բիզնեսի մեջ sense հասկացություն կա, չէ՞, բիզնես որ ուզում է մեկ անի, ասում է շուկա ուսումնասիրի, բայց շատ բիզնեսներ, համաշխարհային բիզնեսներ, շուկա չկա, ժողովուրդ ջան։ Շուկա չկա, ինքը ձևավորում է շուկա։ Հիմա մեր ժողովրդի մեջ պահանջարկ չկա, ինչի, որտեվ այն մտավորականը, որ պետք է խոսար դրանից, օրինակ երաժշտությունը, որ բացեին, պետք է դրանից խոսար, որ մեկն էլ ասեր, «Վայ, ես էս ինչ լավ է, ես էս մատ երեխա ունենամ»։ Չէ՞, դա կապ չունի, տղայի աղջիկա, այդ ֆոկուսը պետք է վերանա, չէ՞, տղա աղջիկա գաղափարի, բայց կապ չունի։ Բայց եթե չկա այդ
հնչողությունը, այդ որը պետք է տային, ասենք, ենթադրենք մտավորականները, փիլիսոփաները, գիտնականները, եթե չկա, այն խեր ժողովուրդը ինչ անի։ Դրա համար ես ոչ թե մեղադրում եմ ժողովրդին, այլ ես գտնում եմ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են դրանով, իրանք պիտի սկզբից որոշակի հանրության մեջ բաներ ունեցող, ասենք, ինչու՞ չէ, դիրքեր կամ հեղինակություն ունեցող մարդկանց պիտի հավաքեն իրանց մեջ մտցնեն հետաքրքրություն, որը կփոխանցվի ժողովրդին։ Հենց փոխանցվի ժողովրդին, ժողովրդի ներքևից կգա այդ բանը, ուժը, որ մի հատ վերևից է պետք, մի հատ ներքևից, որ գործ դառնա։ Դրա համար նույն քարոզչական այդ գործիքակազմը, այո, քարոզչական, այո։ Ուղղակի այստեղ ռեսուրսների հարց, ասենք, այն պետություն, կառավարություն ասեմ կամ չգիտեմ, արտաքին ինչ որ ուժեր, ովքեր ունեն ավելի մեծ ռեսուրսներ եւ այդ քարոզչական գործիքակազմը իրանց մոտ ավելի ուժեղ է ու սա պետքա ինչ որ ձևի կոտրել, շրջանցել կամ չգիտեմ։ Դե ամեն դեպքում լավ բանը հեշտ է տարածվում, ճիշտ ասում եմ, վատ բանը ու վատ մարդիկ հեշտ են խմբավորվում, իրանք դա մեկի սուտ է, իրանք որտեվ իրանք հետ չեն թողում, հասկանում եք, իրանք հետ չեն թողում, բայց ամեն դեպքում եթե լավ բանը սկսում է, ինքը մերանի նման տարածվում է, դառնում է։ Այսինքն պետքա սկսել։ Պետքա սկսել եւ սկսել ենք։ Դե փառք Աստծո։ Հաջորդ հարցը ուզում եմ խոսենք մոդելի մասին, դրա համար այս նկարը բերեցի։ Հիմա բունը ունի արմատներ, այսինքն բունը սնվում է արմատներով։ Երբեմն շփոթում են, ասում են արմատներից, բայց բունը սնվում է արմատներով։ Այո։ Ու ինչի՞ց է սնվում, այս հարցը կուզեի խոսենք։ Ես պատկերացնում որ գիտելիքից է սնվում եւ այլ ինչից է սնվում բացի գիտելիքից։ Երևի ես վայ կներեք, երևի ես բաց եմ թողել, որովհետեւ տեսեք, արմատները բնականաբար հասկանալի է ինչ է, իսկ արդեն որպես կենասծառ կամ մարդու կառավարման գործիք ինքը սնվում է իր երաշերտ ժառանգությունից, երաշերտ ժառանգության մեջ մտնում է նյութական արժեքները, այդ նյութական արժեքների տվյալ ժամանակվա ստեղծած գաղափարական եւ հոգեվոր արժեքները, որոնց մասին կարող ենք բացարձակ տեղակ չլինենք, բայց այն ժամանակ այդ էներգիան, դու պատկերացրեք այդ մի հատ էներգիա, որ չի կորում, ինքը չի կորում, բայց այդ էներգիան, որ ստեղծել է այդ արժեքները, որևիցե մի գործ ինչ ուզում ալնի, տաճար գլնի, փոքր մի հատ քար գլնի, կճուճ գլնի, բայց այդ արժեքները իմացեք, որ այն ժամանակ մարդիկ ստեղծում էին ինչ որ մի հավատամքի կամ հավատալիքի հետ կապված։ Եվ այդ հավատալիքի էներգիան, եթե ինքը ճշմարտության բաղադրիչի մեջ է, չի կորում եւ միշտ մնում է եւ այդ բնի մարդիկ սնվում են նաեւ այդ էներգիայից, այսինքն իրանք երաշերտ, նյութական, մտավոր, հոգեվոր արժեքներից են սնվում, որը կլինի էպոսը, գլնի ասենք հեքիաթները, գլնի ուղղակի երգեր, գլնի։ Իսկ այդ արժեքները ո՞նց են ստեղծվում։ Այդ էլի իմաստուններն են հենց այդ, այո, պարտադիր։ Այդ արժեքները ստեղծվում են տվյալ ժամանակվա, այսինքն ինչա, հենց ինչա բունը իմի 21-րդ դարում պետք է ասի, չէ, ինչ անեն։ Ինչի, որովհետև ամեն ժամանակվա համար նոր փուլ է գա, ոնց որ պատկերացրեք մի հատ մեծ կառավարիչ կա, Աստված անունը դրեն կամ արարիչ, ինքը ինչ որ բաներ է սարքում, տարբեր մոդուլներ է սարքում, ու այդ մոդուլները պետք է կառավարվեն։ Հիմա պատկերացրեք, եթե հայկական մոդուլը ինչպիսին պիտի լինի, չկա այդ մարդը, որ պետք է կառավարի, այդ գործը Աստված մարդու հետ պետք է անի, ոչ թե ինքն անում, որտեղ ինքը որ անի, ինքը իր մարդ կանի, ինքը Աստված անթելի է։ Հիմա դրա համար է այդ հարցը, որ այդ տեղից է ինքը սնվում եւ այդտեղից ինքը ստեղծագործում է։ Լրիվ նոր բան, բայց հնին հարազատ, դրա համար ենք ասում, ինքնությունը միշտ հենված է իր արմատի վրա, ոնց որ ծառը, միշտ, բայց ինքը զարգանում է 21-րդ դարի մակարդակի պտուղ է տալիս։ Այսքանը կարայի բացատրեի։ Շատ լավ, հելի հարցեր ունեմ, բայց դալիճին հնարավորություն տամ։ Համեցի։ Ով է լեգիտիմացնում այդ ամեն ինչը։ Հա, ճիշտ է։ Հա, ամենալավ բան է, մի րոպե։ Ես մոռացա ասեմ, էլի մոռացել, ուրեմն տեսեք, ամեն այդարներն է, ասենք ազգային խմբերի հետ որ աշխատում ենք, շփվում ենք, զրուցում ենք,
ամեն մի խումբ իր ձևով սահմանում է ինչա ազգ, ասենք կան, չէ՞, նժդեականներ եւ այլ չմանանանք կարևոր չի։ Բայց ամենահետաքրքիրն է, որ ամեն խումբ իր համար է պատկերացնում։ Հասկանում եք, ասենք իր մտածողությունն այնց է, որ ասում է, պետք է ձևավորենք էլիտա, ինքը էլիտայի մաս է դառնում։ Հասկանում եք, կամ ասենք պետք է ասես դնի, ասես իշխանությունը ասես պետք է լինի, բայց ինքն է պատկերացնում, որ ինքը պետք է լինի։ Ուրեմն հայկական համակարգի մեջ քո հարցի պատասխանը ոչ թե մարդն է որոշում, այլ հենց այս ժողովուրդը, որ տենում է մարդու գործը, տենում է եւ տենում է մարդու որակը, այդ ժամանակ նոր այդ մարդը համապատասխան է։ Չէ, քվեարկության չի։ Մեխանիզմ բացատրի, ես Չէ, քվեարկությամբ չի, որտեվ քվեարկությամբ, եթե դու գիտակցական ընտրող ես, օրինակ հենց հիմի դուզ գանք 1000 հոգի հավաքենք, ասենք ինչ երկեր մենք առավոտից իրուգուն դնենք հերոստացությամբ, թեպետ մեր ժողովրդի մեջ չկա մի մարդ, որ կոմիտասի անունը չլսի, բայց ինքը չի ասի կոմիտասի երկերը դնենք։ Կամ էլ որ ասենք 5 հատ երկ ասա կոմիտասի, 5 հատ։ Ասում է, չէ կոմիտասն է, վերջ, 5 հատ երկ ասա։ Հիմա ինչի ասեցի, որտեվ այդ քվեարկությունը եթե գիտակցական չի, արդյունքը չի լինի։ Դե հիմա ինքան մեխանիզմն է հարցում։ Դրա համար ես ասեցի, այդ մեխանիզմը բացատրեցի, որ պետք է գիտելիք ունեցողները անցնեն ինքնատիրապետման, որից հետո կընտրեն։ Օրինակ ինչպես։ Դե հիմա դա արդեն շատ բարդ է։ Ժողովուրդ ջան, մի րոպե։ Հիմա օրինակ ասենք 5 հատ վարպետ պետք է լինի, որ ընտրի մեծ վարպետ։ 5 հատ վարպետին ով է։ Բայց վարպետին գործն է ընտրում։ Բայց եթե Հայաստանում 5 հատ վարպետ չկա, մեծ վարպետ չես կարող ընտրես։ Ուրեմն դու պետք է սկսես վարպետ պատրաստելուց։ Այդ որ դու ասում ես ինչպեսի մեջ մտնում է մարդու ճանաչողության գնահատականը։ Ոչ թե մարդն է գնահատում, այլ այդ գնահատականը։ Եթե այդ գնահատականը չեն տիրապետում, իրանք չեն կարող գնահատեն։ Եվ հենց այդ էլ է մի բացը, որ մենք չունենք բուն։ Պետք է գնահատես, որ ընդ մտնի, չէ՞։ Բայց ոնց ես հաշվի առնում, ով ինչ գնահատական է տալիս։ Ինչպես այդ համակարգիչը ասենք թե, հա, այդ պետությունը, հասարակությունը։ Բոլորը իրար հետ է։ Պետությունը չի զբաղվում դրանով։ Այսօր պետությունը չի զբաղվում, որտեղ ինքը զբաղվում է իր քաղաքականությամբ, որը խմբային շահեր է սպասարկում։ Արմատը մոռացար ոչինչ, բայց արևը Հիմա, ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան, երբ որ մարդ ասում է ես հավատում եմ Աստծուն, կամ ասում է արարիչ, չէ՞, 1000 մարդ ասում է արարիչ։ Այդ հարցի պատասխանը դա է։ Կարևորը ոչ թե դու ոնց ես ընկալում Աստծուն, եթե դու խոսում ես ազգից։ Կարևորը թե ինչպիսի մեխանիզմներ են առաջարկել քո ազգի ներկայացուցիչները կամ հայրերը, որ դու չսխալվես։ Որովհետև եթե դու ասում ես Աստծու կամքով անեմ, բայց դու չես իմանում Աստծու կամքը։ Ու ենթադրաբար դու մտածում ես մի հատ Աստված կա, այդ Աստված այսպիսին կցանկանար ու դու այդպես էլ անում ես, բայց դա պսևդո է։ Ուրեմն ինքնությունը, քանի որ ինքը հիմնական արժեքը հաստատուն մանավանդ ազգերի, այն ազգերը, որոնք քաղաքակրթական դեր են կատարել եւ ինքնություն ունեն, այդ ինքնության մեջ առաջի պայմանը, առաջի սխալու պայմանը իմանալ ինչ է Աստծու ողորմածությունը եւ ինչա իր օրհնությունը քո համար։ Սա հանրային առումով բոլորը կարող ասեն մենք Աստծո օրհնությամբ էս արեցինք, Աստված օրհնեց եւ այլ։ Սա շատ բարդ է բացատրելը, բայց խնդիրը նրանում է, որ քանի որ գործիքներ տվել են մեր հայրերը, բանաձևեր են տվել։ Ես այդ ամեն ինչի մասին չեմ կարող հիմա խոսեմ, որովհետեւ շատ երկար կլինի, բայց խնդիրը այդ բանաձևերի միջոցով 21-րդ դարի ինֆորմացիոն աղբյուրից ելնելով նաև եւ դու պետք է կարողանաս իմանալ Աստծո պատկերը, օրինակ 500 տարի հետո ոնց է։ Հիմի կար մի օր 2-3 հոգի ասում են Աստված սենց է մտածում, քարտեզները սենց է գծում, բայց դա հարցից պատասխանը արևի դերը։ Արևի դերը կոնկրետ արարիչն է։ Կոնկրետ եւ հիմի տեսեք Հիմի որ դառնանք հետ գնանք մեր հին նախնիներին, չէ՞ էպոսում արարիչը ո՞րն էր։ Էպոսում Դավիթը գնաց
Մայրամ Աստվածածին էլ այդ ծնված չէր, որ էպոսը կար։ Գիտեք, չէ՞։ Բոլորը դեռ գիտեք, որ գոնե մի 3-4 հազար տարի կար մեր էպոսը։ Բայց Դավիթը գնաց Մարութա Սուրբ Աստվածածին սարքեց։ Այդ ինչ Աստվածածին էր ժողովուրդ ջան։ Դա հենց այն հավատի ճշմարիտ հավատի բաղադրիչն է, որ 3 կերպարանք ա ունենում մեր Աստված։ Մի ամբողջության մեջ։ Դրա համար Դավիթը այդում էր Մարութա վանքն էր սարքում Սուրբ Աստվածածին։ Հասն ու գինին Տեր կենթանին։ Ուստի դրա համար արևի դերը կատարում է արարիչը, բայց արարիչը ընկալելու համար չես կարա քո պրիմիտիվ այս նյութական ու այն մտավոր դաշտում չես կարա ընկալես։ Պետք է դու դրանք իմանաս, եթե չիմանաս շատ կշեղվես, բայց դու դրանից բարձր պետք է իմանաս քո հոգևոր հայրերը ինչպիսին են ձևակերպել, որտեղ տվել են բանաձևումներ, չէ՞ որ չսխալվես։ Էպոսն էլ ա տվել բանաձևում, որ չսխալվես։ Մենք այդ բունի գաղափարը, եթե վերցնենք, որ մենք աղճատվենք, բայց մեր հայկական համակարգ ունեցել է կատարյալ բունի գաղափար, հնարավոր է, ասենք, մեր, ասենք, չինական կոնկրետ հասարակությունը, հնդկական են 5 քաղաքակրթությունները վերցնեն որպես օրինակելի համակարգ ու պատվաստեն իրանց այդ բունը կարա լինի ինչ-որ մի համակարգի համար օրինակելի հայկականից դուրս։ Շատ լավ հարց։ Իդեպ ես ձեզ ասեմ, բոլոր համակարգերի մեջ այդ բնի գաղափարը կա, պարզապես ասեցի հիերարխիկ համակարգում այդ բնի մեջ մի քանի հոգի չեն։ Բնի մեջ մի քանի հոգի չեն, մի հոգի է, գուրունա, մաստերնա, բայց մեր համակարգում մի քանի հոգի են։ Դրա համար մեր հեքիաթներում եւ էպոսում խնդիրներ լուծելուց հրավիրում են ժողով, որտեղ գասեն տարբեր մարդիկ, ընդ որում սեռային խտրականություն չկա։ Ու խնդալու է, երբ որ մեկը գասը, մեզի սեռային խտրականություն է քարոզում։ Խնդալու է, որտեղ մենք չենք իմանում, որ մենք էլ իրան բացատրենք։ Ինչևից է։ Հիմա տեսեք ոնց է։ Մենք կարանք, եթե խախտված է մեր բունը, կարանք ուրիշ ազգի բունը վեկալենք, դնենք, կիրառենք, բայց այդ բունը, քանի որ հիերարխիկ է, մեր ազգի համար չի կիրառվի։ Բայց մեր ազգային արժեքը, որ վերացարկված է, ինքը ամեն մարդու համար է, մոլորակի համար է, մենք ընդ կարդացինք, չէ, ամբողջ մոլորակի համար ներդաշնակ խաղաղություն։ Այդ ի՞նչ է։ Այսինքն բոլոր մարդիկ զարգանում են գիտակցաբար գասեն այն մակարդակին, որ մարդը սպանելը, թալանելը, կամ ասեն կենթանուն, չէ, սովորական կենթանի է, կատու է, շուն է։ Մարդը ապրում է կողով, շանը կարող է քացով տակ կամ կադի գցի միան։ Բայց այդ ամեն ինչը մի հատ կարգ է, որի սպասարկման որակները ամեն ժամանակում տալիս է բունը։ Դրա համար եթե մեր բունը ձևավորվի, այո, հնարավոր է աշխարհում բնի այդ դերակատարումը վերցնեն տարբեր եւ պետություններ, եւ ազգեր, եւ կիրառեն, ինչի, որտեւ ինքը արագացված համակարգ է։ Ուղղակի արագացված համակարգ է։ Շատ հետաքրքիր էր նաև նրա համար, որ ես հիմա ուսումնասիրում եմ իմ տոհմի պատմությունը, այսինքն փորձում եմ ինչ-որ բաներ գտնել ու հիմա զուգահեռներ էի տանում ու հարց առաջացավ, հա, ինչքանով է կարևոր, որ ամեն մարդ նախ իր ընտանիքի պատմությունը իմանա, իր տոհմի հետ կապվի, այսինքն իր անձնական այդ արմատները ամրացնի ու հետո այդ արմատների միջոցով նաև սնի այս ընդհանուր ազգային ծառի արմատը, հա, ինչքանով եք այդ կարևորում, այսինքն այդ փոքր համակարգից սկսել ու առողջացնել ու թեկուզ վերականգնել նաև այդ բունը, այդ արժեհամակարգը։ Դա հնարավոր է։ Շատ տեղին հարց է, բայց այդ հարցը երկու եզր ունի։ Մեկը շատ լավ է, որովհետև ամեն դեպքում անատը սկսում է զբաղվել իր տոհմով, իմանա ինչպիսին է, բայց ազգային պարագայում մի քիչ այլ է, որովհետև մեր ազգի պարագայում վերացարկված բանաձևերն են գործում, արյունակցական կապերը ազգի մեջ քիչ դերակատարում ունեն, որ ասում եմ քիչ դերակատարում ունեմ, կներեք, հանգարց ուրիշ բան չմտածեք, որովհետև ասենք երեխեքի համար ծնողները հեղինակություն են, տատին պապին հեղինակ, դրա մասին չեմ ես խոսում։ Երբ որ արժեք է մտնում, ընտանեկան մտածողությունից դուրս է գալիս։ Ուրեմն առաջի փուլում շատ կարևոր է, որ ամեն մարդ իմանա ինքը վերջապես որտեղից է, ով է, ինչ է, ոնց որ օրինակ ես ինձ ասում եմ որտեղից ես, ասում եմ Բայազետից եմ, իմ պապերը Բայազետից են, ես նոր Բայազետում եմ ծնվել։
բայց ես Բայազետից եմ, այդ մշակույթի կրողն եմ, ընդեղից եմ։ Բայց եթե դու հեգեմոն դարձնես, օրինակ Բայազետը կամ չգիտեմ Կարինը կամ որևիցե մի բան կապ չունի, դա ազգային չի, որովհետև ազգայինը վերացարկվել է արյունակցական ընկալումներից բարձր մի հատ ուրիշ որակ։ Մեր էպոսի հիմնադրումը ինչ է, ոնց ալնում, ջրածին են Սանասարն ու Բաղդասարը, մենք ստեղ խոսել ենք դրա մասին։ Ինչևից է, ուրեմն դա շատ ողջունելի է ու շատ լավ բան է, պարզապես պետք է կարողանալ հետո անցում կատարել համընդհանուր արժեքների, ազգային, իհարկե տարբեր ամեն ազգ իր արժեք ունի։ Դրա հետ կապված ոնց որ որպես շարունակություն կստացվի։ Ընթացքում խոսացինք քաղաքակրթությունը ինչ է։ Մի քիչ երկու բառով ձեր պատկերացրած հայկական մոդելով քաղաքակրթությունը ինչ է եւ քաղաքակրթական արժեքը։ Ճիշտ ասած, դա ամենակարևոր հարցն է, բայց դրա մասին երկու բառով ասեմ, որովհետեւ նախ ասեմ, որ հիմա քաղաքակրթությունը ինչ է, շատ կարևոր թեմա է եւ շատ, եթե համացանցի մեջ մտնեք, ես մի երկու անգամ փորձել եմ, եթե մտնեք լիքը բան կգտնեք։ Բայց ես էլի եմ ասում, քաղաքակրթությունը մեր ազգային մշակույթի տեսակետից 21-րդ դարում սահմանելու համար կարևոր կետեր պետք է դնել։ Այդ կարևոր կետերը ես այդ բոլորի մեջ նայել եմ, բացակայում է, որտեղ մի տեսություն կա, առանց պետության չկա քաղաքակրթություն։ Այդպիսի տեսություն կա, որը թերի է, չեմ ուզում ասեմ սխալ է, բայց թերի է, որովհետև ազգը իդեպ էնդե պետությունը, որ փակագծի մեջ էր գրված այն ամենավերևը, պետությունը ժողովուրդ ջան, պետությունը հարափոփող բան է։ Այսօր մի ձև է, վաղը մի ձև է, այն մյուսօրը մի հատ ուրիշ ձև է։ Ազգը դոմինան մնում է իր ինքնության վրա, ինքը չի փոփոխվում։ Ինքը միայն զարգանում է։ Դրա համար շատ կարևոր է եւ ինքը երբ որ ձգտում է, ասենք ծառը ձգտում է արև, ազգը ձգտում է արարիչ։ Կարելի հարցը, որ ամենակարևոր բանը բացեմ թողե։ Ազգը ձգտում է արարչին, ժողովուրդ ջան, եթե ինքը այդ ձգտումը կդրում է այստեղ է, որ եթե մնում ես այս թաղանթի մեջ, կդրում ես ձգտումը, արարիչ այս վերևում է, արարիչ։ Եթե ձգտումը կդրվում է, պրծնում է։ Ուստի քաղաքակրթություն սահմանելու համար հայերը պիտի ելնեն եւ մշակութաբանական, իդեպ հայերի համար գիտեք ամենայդարներն է, որ հայերի համար մարդը անպայման մշակույթ է։ Գեղեցիկ իր կողմն է անպայման, հասկանում եք, շատ հետաքրքիր է։ Ու եթե դուք լսեք գյուղում, ասենք սովորական մարդ ասում է տուն սարքեմ, մի հատ չգիտեմ, սիրուն շինեմ, սիրուն անեմ։ Այդ սիրունը մի քիչ ուրիշ բանի է վերածվել, բայց քաղաքակրթության սահմանում մենք պիտի փորձենք տալ, ես ամենևին հակված չեմ հիմա տալու, որովհետև պիտի բոլորը ու կարդաս, ուսումնասիրես, բայց այդ մեկը, որ ես մի քանի կա, որ առանց պետության չկա քաղաքակրթություն, որովհետև պետությունը չէ կիրառի ոնց որ, բայց ես գտնում եմ դա թերի է, որովհետև շատ ազգեր ու շատ ժողովուրդներ կարանք ասենք, ժողովուրդներ գոյատևել են առանց պետության, եւ պետության դերն էլ փոփոխական է։ Պետությունը դոմինանտ չի, ժողովուրդ ջան, մեզ որ ասում են պետություն սարքենք։ Պետությունը դոմինանտ չի, 20 տարի հետո կարող է ուրիշ պետություն պետք է լինի։ 30 տարի հետո, 50 տարի հետո ուրիշ, բա այդ ազգը ինչ հալնում, պետության հետո ինքը չի փոխվում, այլ ազգի զարգացման մեջ իր կառավարման համակարգն է փոխվում, ըստ այդ կառավարման համակարգի արժեքի մասին է խոսքը։ Երբ որ ասում են քաղաքակրթություն կամ քաղաքակրթական արժեք, դա արժեքի մասին է, որը կարա լինի բանաձև, ասենք իմաստունը կարա սահմանում տա։ Այսինքն պետությունը քաղաքակրթական արժեքներից մեկն է։ Պետությունը, այո, ինքը քաղաքակրթական արժեքների ձեռբերումից մեկն է, որը չի կարա ծածկի ուրիշ բաներին։ Իսկ էլ ինչ։ Օրինակ ասենք մի 1000 տարի առաջ պետական կարգը թագավորական էր։ Հիմա արդյոք արժե այսօր թագավորությունը վերականգնենք։ Օրինակ անձամբ ես գտնում եմ, որ թագավորություն վերականգնելը դա հետընթաց է եւ կատարյալ հիմարություն, որովհետեւ մարդը պետք է միայն այն վերևին ձգտի, ոչ թե թագավորի։ Թագավոր առաջին չէր, կառավարիչներ օրինակներ, ինչի հենց Եվրոպայում այս վերջի շրջանում, եթե կարդաք կամ ընդհանրապես մեր թագավորները խեն ամեն ինչ լավ գիտեին, լավ նետաձիգ էր, լավ որսորդեր, ամեն ինչը լավ էր։ Ինչի, որտեվ իրան
օրինակ հասարակության համար լավ պատրաստում էին, բայց թագավորի կերպարը որպես կառավարման համակարգ էդի սխալ է, որտեղ ինքը միակ է դառնում։ Եթե ազգի մեջ մեկը դառնում է միակ, ինքը լինում է ազգի գլուխ ու կարա տանը ազգին կործանի։ Դրա համար ազգը իր գլուխը փոխեց, ասավ ինձ թագավոր պետք չի։ Ինձ պետքա թիմային կառավարում, այդ բաների տները որ կա, իհարկե սա ես զուտ հիպոթեզ եմ ասում, այդ նախարարական տները մենք իրապես օրինակ ասենք իրապես եթե հանրարարություն ունի ուսումնասիրեն համալսարաններում, ակադեմիաներում, նախարարական տները, հա, մի հատ թագավորի որոշեցին, գցեն իրան որ լինեն թագավոր։ Այդ մի հատ շատ թույլ գաղափար է ժողովուրդ ջան։ Դրա տակ կարա լինի թիմային մտածողություն, որովհետև անձի օրինակը բրծնում է, հասկանում եք։ Հարցը շատ պարզ է։ Ոնց կսահմանեք ազգը։ Ես ինքս փնտրումման եմ գալիս այդ սահմանումը, ուզեմ ձեր տարբերակը լսել։ Ես անկեղծ ասած հակված չեմ ազգի։ Իմիջիալոց եւ Հայաստանի Հանրապետության բանում, հանրագիտարանում եւ սովետական միության հանրագիտարանում շատ լավ ձևակերպված է, շատ լավ։ Կարելի է այդ դրա վրա աշխատել, բայց պետք է մի քիչ զարգացնել։ Բայց այնուամենայնիվ ազգը արժեքներով կառավարվող հանրությունն է, որի համար արժեքները ավելի կարևոր են, քան ուղղակի, այտենց ասեմ, արյունակցական կապերը կամ խմբային շահերը կամ հատվածական շահերը։ Սա շատ կարևոր է, որտեղ ասենք օրինակ դու կարաս մի հատված սիրես, ասենք մարկա ջուր է սիրում, ինքը ասում է տունը պետք է անպայման լինի գետի ափին։ Դա նորմալ է իր համար, բայց չի կարա առհասարակ տունը միշտ գետի ափին լինի։ Դրա համար ուզում եմ ասեմ, երբ որ արժեքներն են, ուրեմն ազգի համար առաջի պայմանը, որ ունի վերացարկված արժեքներ։ Ես ուզում եի հետ գնանք մի հատ քաղաքակրթության, որտեվ երբ որ ասում ենք քաղաքակրթությունում պետություն, առանց պետություն չի կարող լինի քաղաքակրթություն, դա ոչ թե տվյալ ժամանակի համար է, այլ առհասարակ։ Հիմա իմ հարցը կբերեք մի հատ օրինակ, որտեղ որ ունեցել են քաղաքակրթություն, բայց այսինքն այդ ազգը կամ այդ հասարակությունը ներկայացնում է իրենից քաղաքակրթություն, բայց երբևէ չեն ունեցել պետություն։ Մի քիչ շատ բարդ հարց է։ Ճիշտ ասած, մի քիչ բարդ հարց է։ Մի պստի կարակ պարզաբանենք, մի քիչ եկեք գանք ձեր ձևակերպումից, որ ասում եք համաձայն չեք, որ առանց պետություն քաղաքակրթություն չի կարող։ Այսինքն կան մարդիկ։ Ես ասում եմ թերիա, ոչ թե համաձայն չեմ, թերիա, միայն պետությունով չի, որ քաղաքակրթություն է լինում։ Հա, դրա օրինակ է։ Այսինքն պետությունը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար։ Այո։ Հա, դե դա ուրիշ, այդ արդեն ուրիշ հարց է, էլի։ Հա, օրինակ sense ասեմ։ Օրինակ ասենք, ենթադրենք հենց խոսենք Դավիթ անախտի ժամանակվանից, որ ես ձեզ հարցնեմ, կարաք ասեք, մեր պետական կարգը այդ ժամանակ ինչպիսին էր։ Սա ուղղակի դուրս եկեք այդ, ասենք, պատմական տվյալներից, ինչներ թագավորը, ինչներ թագավորը, բայց եղեք մի հատ ուրիշ բանից, դիրքից, որ Դավիթ անախտի գոյության կամ իրան կրթության ուղարկելու խնդիրը լուծում էր թիմային մտածողությունը։ Ոնց է այդ թիմային մտածողությունը։ Օրինակ բերեմ, որ պատկերացնենք։ Օրինակ ասենք Մաշտոցյան, հետ Մաշտոցյան աշակերտների սերունդը, որ ստեղծվավ, դրա համար եւ սպասարկում էր ժողովուրդը, հնարավորություն էր տալիս, եւ սպասարկում էր կաթողիկոսը կամ հայրերը եւ թագավորը։ Տարերի օրինակ, ամենալավ ձևը, չէ՞, Մաշտոցը դարդ ուներ, ասում էր, բայ գիր ունենանք, եկավ կաթողիկոսի հետ կիսվավ, պարզվավ կաթողիկոսն էլ նույն դարդը ունի, իրար հետ գնացին թագավորի կիսվան, պարզվում է թագավորն էլ նույն դարդը ունի։ Այսինքն այդ մտածողությունը, որ միայն պետությունն է, ինքը դուրս է, որտեղ եթե Մաշտոցը չուզենար, եթե չլներ տեզերական պահանջ եւ Աստծո կամք, մի խոսքով այդ սա ընդհանուր է։ Ձեր հարցի պատասխանը մոտավորապես այդպիսին է։ Օրինակ ամենակոպիտ օրինակը բերեմ, որ իմ համար այդքան էլ սիրելի չի, որտեղ ես չեմ կարող քաղաքակրթական արժեքներ ցույց տամ, օրինակ հрьяաների օրինակը, որոնք երկար տարիներ գիտեք պետություն չունեին, իրանք որոշեցին ինչ որ ձևով պետություն ունենալ, բայց այդ իրանք որոշեցին ոչ թե մի տարի առաջ, 100 տարի առաջ, 500 տարի առաջ,
Իրանք դա որոշեցին երևի 2 կամ 3000 տարի առաջ։ Ըտե պետություն կա, բայց կառուցվածքը կա, բայց ես դրա համար չուզեցա քաղաքրթականի հետ համեմատեմ զուտ օրինակ բերի, որտեղ եթե օրինակ ինձ տենց հարցակ ասեք իրանք ինչ քաղաքրթական արժեք են ստեղծել, մի քիչ դժվար ասել։ Նույնիսկ Թոևի, որ 17 քաղաքացիությունը նշում, հերականը չկա։ Մողոլականը կա։ Ես անկեղծ հարցին չպատասխանեմ, բայց ազգ բառը հայերենում քչերը գիտեն, ընդհանրեն նշանակում է տեսակ, հնում տեսակ, ասում ամեն ազգի բույս կա, ամեն ազգի կենդանիներ կա, շատ զարմանալի է մի բան, որտեղ ընկերներս մեկը կատակով միշտ ասում էր մեր այս բազմազան ազգի մասին, ամեն ազգի հայ էլ կա, տենց կատակով ասում էր ես, բայց ազգ բառը իրականում է նշանակում, եւ մենք այդ ենք ընտրել որպես տերմին հանրույթի վերտողնական կառուցվածքի համար, տեսակ, մենք տեսակ ենք։ Շատ լավ է, իդեպ այդ տեսակը կարելի է լրացնել, ինչ է նշանակում տեսակ, չէ՞, ինչ է նշանակում տեսակ։ Տեսակ նշանակում է, որ բոլորը ընդունում են մի արժե համակարգ։ Այն ժամանակ, որ ասում էի ստեղծագործողները պետք է ելնեն մի հատ կետից։ Այդ ի՞նչ կետ է, այդ արժե համակարգն է, էլի։ Կամ էլ ուղղակի ես չեմ ուզում ասեմ Աստված կամ արարիչ, որովհետև այդ բառերը մեր համար շատ բան են դարձել։ Չէ ասի հերոյ են մեզնից, այդպես չէ, բայց գործնականում մենք ինչ ենք անում, որ մենք այդ արժե համակարգերը կամ հենց Աստծո ճանաչողության մեջ առաջանանք, այդ դա է խնդիրը։ Դրա համար, բայց դա շատ լավ օրինակ էր, որ ասես Կարենը, այսինքն այդ ազգի համար արժեքները ընդունելի եւ նույնական են։ Ես հիշում եմ ինչ-որ արձանագրություն կար Դարե առաջինին էր կարծեմ պատկանում, որ ես Դարեհն եմ, Արի, Պարսիկի որդի, հա, դուք ավելի լավ կարող եք հիշել։ Այդ Արին, որ կա, հա, արիականը, ինքը ազգա թե արժե համակարգ։ Արիացի ազգ չկա, արիացի քրմական դասինն դիտակցական մակարդակ։ Էջի արիացի նույն հնդեվրոպացին է, որը էլի հեղեղուկ սահմանում։ Բայց արի մեր հայերենում շատ լավ է, այդ պարսկերենում չգիտեմ, արի, ուժեղ, հզոր, այդ իմաստը կա պարսկերենում։ Բայց դրա համար ես մի բան եմ ուզում պատասխանեմ։ Հիմա մեր ազգի մեջ շատ խորը տենց արմատացված է այդ արիական։ Ես ձեզ ասեմ, այդ Կարենի ասած բարձր արժեքը, որ ամենակարևորն է, բայց այն ներքևի մակարդակում էդի առնվազն անհեթեթություն է։ Հասկանում եք, որովհետև չի կարող, եթե օրինակ ասենք դուք քաղաքակրթության մարդ ես, չես կարող, ասենք երկու հոգի երեխեք ունեն։ Մեկը կոպիտ է, մի քիչ կոպիտ է սա, հասկանում եք, որտեղ քաղաքրթության մեջ այդպես բան չկա։ Մեկը քո չսիրած ընտանիքի երեխա է, մեկը քո սիրած երեխա, քո սիրած ընտանիքի երեխան։ Քաղաքրթական արժեքների մեջ չի կարող այս երկու երեխեքի մեջ խտրականություն լինել։ Չի կարող։ Ուստի, եթե արիության գաղափարի մասին մենք խոսում ենք, չի կարող հեգեմոն դառնալ դա մեր համար։ Պատասխանատվություն պիտի դառնա առաջինը, երկրորդը ցուցիչ, որ դու օրինակ դառնաս, ոչ թե ասես ես արիացի եմ, դու էլ բան եք, էլի ճորտ եք։ Հասկանում եք, դրա համար ես ասեցի, որ այդ գաղափարը մի քիչ sense 33 թվին տենց մեկը ասեց, չէ՞։ Բայց ակնհայտ է, դա ուղղակի ասեմ, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը ես ճիշտ ասած մի քանի տենց էպոսներ կարդացել եմ, չեմ լավ հիշում, Կարեն քեզ կխնդրեմ, եթե դու գիշես դու էլ ուշի, մեր էպոսը, որ այլունակցական ընկալումից անցել է այդ ջրայի պայմանական եք ասում, ջրային ընկալմանը այդ արժեհամակարգի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Դա արվել բացատրություններ կա, կեսը բացատրում են էդի քահանայերի հետ, ուղարկի այդ քահանայից այդ երեխեքը, ես իմի անհեթեթություններ, այ մարդ էպոսի մեջ ոնց է գրած, կարդացեք, խորհուրդը, երբ որ արժեքը կդրված է մարդուց, այդ աստվածայինը ի՞նչն է։ Մարդուց կդրված է, դրա համար Հիսուս Քրիստոս ինչ ասում։ Ասում է ոչ մի մարդու մի ծառայեք։
Այն բունը։ Ոչ մի մարդու չպետք է ծառա, եթե ես սկսում եմ մարդու ծառայել, դառնում է պալատական։ Մի հատ ուզում եմ վերադառնանք, այսինքն մեր օրերը, 21-րդ դար, այսպես ասած։ Այսօր գիտելիքը շատ մեծ ծավալներ է ձեռք բերել, այսինքն ձեր ասած այս նյութական աշխարհի արժեքները շատ ծավալով մեծացել են։ Ու որակի մասին այս բանը չխոսանք, բայց ծավալներով շատ մեծացել են ու այս միտքն էլ բավականին մեծացել է։ Ուստեղ մեկ մարդու կամ թեկուզ ինչ որ փոքր խմբերի կողմից այդ ամեն ինչին տիրապետելը բավականին բարդ է։ Այո։ Ու որպեսզի այդ իմաստունները ձևավորվեն, ուզում եմ հասկանանք հետեւյալը. այսօրվա մարդկության կողմից ստեղծված գործիքակազմ, մասնավորապես արհեստական բանականությունը, կարա այդ գործում օգտակար լինի կամ վնասակար, չգիտեմ։ Ես ճիշտ ասած, անկեղծ ասած, այդ արհեստական գիտակցություն եմ առաջարկում, ձեզ էլ եմ խնդրում եւ խորհուրդ տալիս, որտեղ բանականությունը մի քիչ բարձր բան է եւ ինքը աստվածային է։ Մարդը չի կարա բանականություն ստեղծի։ Հա, արհեստական գիտակցություն։ Ուրեմն արհեստական գիտակցությունը ես համարում եմ շատ լավ բան, բայց այդ ձեր ասացի մեջ վերադառնանք մի հատ կետի։ Գիտելիք իմացող եւ գիտելիքին համապատասխան ապրող։ Եվ երբ որ ես ասում եի, ես շատ պատասխանատվությամբ եմ ասում, երբ որ ես ասում եի հայը կարող է մարդու որակի զարգացման մասին խոսել, իսկապես կարա խոսի։ Ես հիմա չեմ ուզում ինչ-որ բաներ ասեմ, որովհետեւ դա շատ լուրջ է։ Իդեպ ես մի հատ փոքր օրինակ ասեմ, ոչ եք օգնել ժողովուրդ ջան։ Եթե չեք օգնել, մի հատ տստի։ Ամփոփում ենք արդեն։ Էսի ամփոփում։ Էլ արջկա ոչ մի բան չի, սա ամփոփում։ Տարիներ առաջ ինչ որ մի հատ այտենց մեդիտացիոն համակարգ կար, ուզում եի ուսումնասիրեի, որտեղ ես ուզում եի հայկական ուղին գտնեի։ Ինչ-ինչ պատճառով Գերմանիայում մեկի հետ ծանոթացել է, հետո սովորացրել, հետո դրանք պարզվա, որ դպրոց ունեն բանում, Հնդկաստանում ինձ բան արեցին, ցուցակի մեջ գրեցին, բան շահեցի, գնացի մի խոսքով 3-4 ամիս ընդ ուսումնասիրում եմ։ Հիմա այս սաղի ինչ եմ պատմում ձեզ։ Այդ վարպետը կամ գուրուն մի տեղ էր գնալու, այդ միջև ինքը եվրոպական մտածողության մարդ էր, արդեն մահացել է, ուրիշն է հիմա, բայց իջևից է։ Ինքը միշտ չէր սիրում, որ այդ որ ասում էի Հնդկաստանում այդ ներքևի խավը չի կարա նայի, դա շատ հետաքրքիր է ու դե պատասխանա նայև, հեսա կասեմ ոնց է աշխատում։ Ուրեմն մենք գնացել ենք դե շուտ, դե ամեն ինչ շուտ է, կյանքը շուտ է սկսում, արևելը չծագած պետք է լինես եւ այլն, մի խոսքով պետք է շատ սահմանափակ ուտելիք ուտես, կենթանական ոչ մի բան պետք է չուտես եւ այլն, բայց գնացել ենք մեկ էլ տենում ենք մի հատ հեռավոր եսին որտե անտառում միջև այդտեղ գյուղեր են, որտեղ հոսանք էլ չկա Հնդկաստանում, այդ աշրամն էլ այդ տեղը, որտեղ մեր պետք է բաներ սովորացնեն մեզ, մեկ էլ տենում եմ այդ հողի մեջ երևի որ ասեմ մի 300 մետրի վրա պատկերացրեք, 300 մետր հետում ենք մարդիկ եկել են գիշերը, այդ հողերը փորել են ժողովուրդ ջան, sense գլուխը դրել է հողի մեջ, որ այդ վարպետը տեով անցնի, հասկանում եք իր շվակ հնգնի, իր ես իմ քանի կարմա ազատվի, այդ կարմայական գիտելիք է կոչվում։ Հիմա այդ կարմայական գիտելիքի մասին կարճ ասում եմ, էսի պատմեցի, որ պատկերացնեի, էլ մի քիչ։ Հիմա ժողովրդան կարմայական գիտելիքը ինչ է։ Մարդը իր այս կյանքից բացի ուրիշ կյանք էլ է ունեցել ստետուսմունքի։ Ընդ ինքը մեղքեր է գործել, որպեսզի ինքը մաքրվի, ոչ միայն այս կյանքի մեղքերը պետք է մաքրի, այլև են։ Հիմա բանաձևը որն է կյանքի մեղքերի մաքրումը, չէ՞։ Հիմա Հիսուս Քրիստոսը ո՞նց ազատագրեց մարդուն։ Շատ բարձ հարց է, ժողովուրդ ջան։ Ազատագրեց մարդուն ո՞նց։ Ցանկացած վիճակի մեղքից, ցանկացած ժամանակների, եթե քո փիլիսոփայությունը կարմայական է, հիմա այդ կարմայական այդ իրաց այդ փիլիսոփաների բաների դες խոսում եմ, ասում եք արագ բացատրեք, օրինակ ասենք ես համաձայն եմ, որ դու գնացել ես, խորացել ես, ընդ 50 տարիներ, 50 ծնունդ, ոչ թե տարիներ, հասկանում եք այդ ինչքան է, որտեղ մարդը մեռնում է, կարող է չմարմնավորվի մի 100 տարի, հետո մարմնա եւ այլ վերջ մի խոսքով։ Բայց այստեղ խնդիրը շատ կար մաթեմատիկորեն։
այս կետից այս կետը գնալու համար չէ ինչա պետք է։ Հիսուս Քրիստոսը պարզ բացատրել է ազատություն ժողովուրդ ջան, մենք ազատությանը անլուրջ ենք վերաբերում։ Դրա համար ենք մենք սրանրան լսում, կամակատար դառնում, վայ, այս ինչը, այն մեկը կար ասում էր, թոսաղ երեխեքը մեռնեն, մենակ այս մարդը ես տենամ իրան։ Այդպես բան ոնց կար ասի հայը։ Ոնց կար երեխա մեռնի ժողովուրդ ջան, դա արդեն խելագարություն է։ Բայց ընդհանրապես պարզ բանաձև է։ Դու այդ բոլոր խնդիրները լուծում ես մի մարմնի մեջ։ Հիմա այդ դրանց ասում եմ դու ուզում ես լուծես, ասում եմ ուզում եմ, ասում եմ բա որ բանաձևը կախի չես անում։ Արդեն լուրջ գաղափար է, լուրջ, իսկապես է շատ լուրջ է։ Եվ պետք է դու ունես մասնագետ պետք է լինես, որ իրան ցույց տա, որտեղ իրաց մոտ մասնագետները քեզի ցույց են տալիս ոնց ազատվես։ Հասկանում եք, դա շատ լուրջ բան է, մի խոսքով։ Սա ընդհանրապես այն էր, որ եթե կա բարձր արժեք, իհարկե պարզ այդ բարձր արժեքը շատ կդրված պետք է չլինի, որտեղ մարդը չի կալելու։ Բայց ուրեմն եթե կա շատ բարձր արժեք, պետք է դա բերես միջինացնես, որ բոլորի համար լինի ցկտումը շարունակվի։ Հիմա որ գանք արհեստական գիտակցությանը, արհեստական գիտակցությունը օգնում է մարդուն արագ ինֆորմացիա ստանալուց։ Չնայած ես մի քանի հոգի ասել եմ, բայց ես շատ եմ օգտվել, ոչ մի անգամ սխալ չեմ տեսել։ Մարդիկ ասում են ինքը սխալ բաներ ասում։ Չգիտեմ ես։ Անկեղծ ասած, հա, հիմա ահագին բարելավել է։ Դե հիմա շատ է փոխվել։ Ինքը գիտի ինչ ասի։ Ուրեմն էդ էլ ես ճիշտ ասած էդ էլ կարող է տենց ամենայն դեպս ես օրինակ մի անգամ առիթ ա եղել խոսել եմ արհեստական գիտակցության հետ իրան ասել եմ դու կարաս ասես 21-րդ դարում այդ որ սաղեր ամբողջ աշխարհի մարդկությանը փող են դնում այս հեռախոսից են տալիս մեջն էլ արհեստական գիտակցությունը քաշած է հետո մարդը ինչ անում ոնց է զարգանում ասում եմ ես այդ հարցին չեմ կարող պատասխանեմ բարդ հարց է ինչի է դա ժողովուրդ ջան որովհետև մարդը ավելի բարձր է մենք չենք իմանում մարդը ավելի բարձր է քան այս տեխնոլոգիա այս տեխնիկան մեզի պետքա սովորացնի ոնց որ օրինակ հիմի ով է ոտովեթուն ասենք ենթադրենք Մոսկվա առաջ սայլով են եթուն չէ բայց հիմա մեկը հավես հիմար կարող է սայլով էտա չգիտեմ կթողեն չեն թողի բայց ուրեմն այս տեխնիկան լավ բան է բայց եթե կողը մարդու զարգացման խնդիրը կա այդ մարդու զարգացման խնդիրը քաղաքակրթականն է որը կարա առանց պետության էլ լուծվի առանց պետության որովհետև իմաստունը կարա միտեղ մի սարի գլուխ գտնի բանաձևը բերի տա մի պետություն կվեկալի մի պետություն չի վեկալի մի ընտանիք կվեկալի մի ընտանիք չի վեկալի բայց դա քաղաքակրթական արժեք է դրա համար Թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ, կներեք մի քիչ այս դրական նոտայով ամփոփենք, ավարտենք ձեզ էլ շատ շնորհակալություն։ Մի քիչ շատ բոլորից շնորհակալություն։ Շատ խոսացի։